Մենք հեռուստաաշտարակի կլոր հատվածում ենք։ Հանրայինի նման հարուստ, կարա տենց։ Հա, սենց վատ է սկսում ամեն ինչ, լավ, մի րոպե։ Կորցնում ենք Մարգարիտային։ Այդ լիցենզիան այնքան թանկ բան պետք է լինի։ Պետք է անկեղծ լինենք, հեռուստատեսությունը մեռնում է։ Բայց դա իրականություն է, Մարգարիտա ջան։ Պոպուլյար սերիալ «Կյանքի գինը» կհիշեք երևի։ Բովանդակություն, որը պարտադիր չի, որ հեռարձակվի։ Բայց դու ժամանակը տենց մտածում էիր, որ ես տենց պետք է լինի, ես քո մասին միշտ վատ եմ մտածել, տենց պետք է լիներ այդ։ Բոլոր ժամանակներում կան ընդունելի եւ չընդունելի մարդիկ, եթերում։ Գլխավոր գործադիր նախագահը համաձայն։ Մենք ողները, կամերաներս ու գնաց։ Սկսենք։ Բա ինչի ուշացաք։ Հա, սենց վատ է սկսում ամեն ինչ, լավ, մի րոպե։ Մենք ուրիշ ձև ենք Ես ունեի տարբերակ ուշանալու, սկզբից իմ բանը վերսիավ դե Հովանես ուշանալ, բայց Մարգարիտան կրեց, так что իմացեք ամենաճիշտը ես եմ եկել։ Մեր մեջի ուշացողը միշտ 5 ես րոպե եմ։ շուտ ես եմ եկել։ Բայց մի հատ եկեք պատմենք ուր ենք մենք ընդհանրապես եկել։ Մենք հեռուստաաշտարակի կլոր հատվածում ենք ու ստեղ հավաքվել ենք միասին, որ նախ շնորհավորենք մեր հեռուստադիտող դժվար ասել YouTube-ով ասա հեռարձակվելու մեր YouTube-ի դիտողներին եւ ընդհանրապես բայց հեռուստադիտողներին, որովհետեւ այսօր հեռուստատեսության աշխատողի օրն է, այսինքն մեր օրն է։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, շնորհավորում եմ գործընկերներին ու բոլորին, ովքեր որ հեռուստատեսությունն են աշխատում, իսկ հեռուստատեսությունում աշխատող մարդիկ պետք է իհարկե գրաֆիկը միշտ պահեն, դրա համար լավ չի էլի, որ ուշացանք։ Բայց պետք է ասել, որ բավական դժվար չեմ ուզում արդարանալ, որովհետև այդ պայմաններով, որ ես կարողացել եմ այսօր եթերին հասնել, տենց մի քիչ հապան է։ Հա, լավ, էս ներելի է։ Այս հերոսությունը է։ Հիմա եթե այստեղ չմրսեմ այդ շարունակությունը, չշարունակվի, ուրեմն շատ լավ։ Եթե մրսեցի, տենց պիտի մտածեք ինչ եք անելու հետո, էլի։ Նորից կտանենք հիվանդանոց, որտեղից որ եկել ես։ Որտեղից որ եկել եմ այսօր։ Այնպես որ տենց, բայց ցանկությունը այնքան մեծ էր այս թեմայով խոսելու, որ ես իսկապես առավոտյան իմ շատ հետաքրքիր մրսածության բարդությունների հիվանդանոցային պատմությունը թողեցի, տենց որոշեցի, որ ոչ մի չի կարող խանգարի, երբ ամեզ ինչ որ բան խանգարի հեռուստատեսությունում աշխատելիս, ինչ որ գործը ինչ որ պահին հասցնելիս, հենց որ կարծում եմ սա շատ հարգելի պատճառ է, որ Միշտ հասցրել ենք ինչ որ։ Միշտ հասցրել ենք ինչ որ բան։ Մենք պետք է ներկայանանք։ Կարաք ներկայանեք, հետո մոնտաժով կհասկանանք ոնց սիրուն դնենք։ Արմենի հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյան, հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովանես Մովսիսյան եւ ժամանակին տնօրեններից առաջ միշտ ասում էին գլխավոր տնօրեն։ Գործադիր։ Արմենիա TV-ի ժամանակ գլխավոր տնօրեն։ Ինքը գլխավոր, դու գլխավոր ես։ Ինքը գլխավոր տնօրեն է։ Հանրային հեռուստաընկերության դեպքում գործադիր տնօրեն։ Դու մենակ գլխավորով ես։ Այո, միայն։ Որ գլխավորը չկար, գործադիր ձերբում։ Հետաքրքիր բան կա։ Եվ մի րոպե մարդ, որ ինքը եղել է համ Armenia TV, համ HM-ի եւ Fast TV-ի։ Մեջա, вообще հանրային հեռուստաընկերություն։ 3 հեռուստաընկերությունների տնօրեն եւ տեսալսողական ինդուստրիալ կոմիտեի ղեկավար, նախագահ։ Սեր, գլխավոր գործադիր նախագահը համաձայնվել։ Շացի գլխավոր գործադիր։ Այստեղա որ հականալի է ինչի է ինքը ուշացել ամենաշատ։ Քանի որ դուք արդեն ստեղ եք, նախ մերսի, որ եկել եք, եկեք ամեն մեկդ պատմեք, մեզ բոլորիս շատ հետաքրքիր է, թե որն է եղել ձեր կյանքի ամենաառաջին հիշողությունը կապված հեռուստատեսության հետ։ Դե սկսեք։ Միգուցե առաջի հանդիպումը հեռուստատեսության։ Ես իմը ունեմ, բայց սպասեմ տղաներին հետ։ Եկեք նայենք ումն է ավելի շուտ եղել, թող ինքը սկսի։ Իմ ամենաթարմն է ակնհայտորեն, դու ասա։ Հա, դե ես ու Մարգարիտան որպես հին դինոզավր այս առումով լավ իմաստով տարիքային։ Ես վստահ եմ, որ դու շատ ավելի երիտասարդ դինոզավր ես, քան ես։ Ես հեսա հնչեցնեմ թիվը, դու ասա։
94 93 դու հաղթեցիր, խնդրեմ։ Իսկապես այդ առաջին հանդիպումը ես չեմ ուզում երկու շատ հետաքրքիր հանդիպում կա իմ կյանքում հեռուստաընկերության հետ կապված առաջի հանդիպումը 10-րդ դասարանում ինձ համալսարանի բակում երբ որ գնում եմ գործերը հանձնելու որ համալսարան ընդունվեմ տեսնում Արմեն Ամիրյանը եւ մոտենում ասում ուր եք գնում ինչ որ խճանկարի ինչ որ նյութեր են անում Ես ասում եմ, որ ես ուզում եմ պետական համալսարան գնամ ժուրնալիստիկա ֆակուլտետա, շատ լավ է եւ այլն, ու ինձ հաջորդ օրը կանչում է հեռուստաընկերություն։ Ես տենց ծնողներիս հետ բարձրանում եմ 10-րդ դասարան։ Եվ 10-րդ դասարանում ամիսը 4 անգամ մենք ինչ որ երիտասարդական բան էինք անում, նյութեր էինք անում, խոսում էինք խճանկար հաղորդման մեջ, ես տենց վազվզում էի ինչքան հնարավոր է այդ հաղորդման շրջանակներում ինչ որ բան սովորելու ու տենց շատ լուրջ զարմանք էր, բայց առաջին անսահման տպավորիչ ինձ համար զարմանքը, որ Արմեն Ամիրյանը ասաց կա մրցույթ հանրային հեռուստաընկերությունում ընտրում են հաղորդավարներ։ Մրցույթի հանձնաժողովի նախագահ Նարա Շլեպչյանն է։ Դա 92 թվականի լուրջ 92 թվականի դեկտեմբեր ամիս։ Ես արդեն առաջին կուրս եմ, ընդունվել եմ եւ Արմենը ինձ ճանաչելով ասում է անպայման մասնակցի, կարող ես։ Մասնակցում են մրցույթին ես, Լուիզ Աղամբարյան, տաղանդաշատ դերասանուհի, Հրաչ Քեշիշյանի քույրը, որ հիմա կարծես թե հեռուստաընկերության հետ կապ չունի, ու էլի ինչ որ մարդիկ։ Դից հերթով բոլորը կտրվելով դուրս են գալիս եւ այլն, ես մտնում եմ ներս ու ինձ հարցնում են ինչ ես ուզում, ես ասում եմ, որ ես անպայման ուզում եմ քաղաքական թեմաներով նյութեր պատրաստել, շատ սենց լուրջ եւ այլն, Նարա Շլեպչյանը ասում է՝ «Մի հատ էլ պտտվի նայեմ»։ Ես դες պտտվում եմ, նայեմ, ասում եմ՝ «Հա, լավ է, բոյը լավ է, մի հատ նստի»։ Լավ է, դե մի հատ ասա ներկայացուցչական, ասում եմ ներկայացուցչական, ասում եմ՝ «Չէ, դու ոնց որ թլոշ ես»։ Ու այդ մրցույթը շատ է Արմենը ասում է ինչ ես խոսում ինքը եւ այլ եւ Նարա Սուրենովան բարի հաջող բոլորիս կտրեց մնաց միայն Լուիզա Աղամբարյանը որը այդ տարի վարեց մանկական հաղորդումը բարի գիշեր երեխաներ դե Լուիզան հրաշալի էր Կարող խոսացած էր Լուիզայի համար որ ինքը մնաց որ այդպես չէ Իսկ հաջորդ քայլին ես արդեն Շիրինյան Արայիկի օգնականն էի եւ հեռուստատեսության տարիների աշխատող մարդիկ, դուք էլ երևի կհիշեք, լուսահոգի Ձյաձ Բորիկը եւ լուսահոգի Պարոն Ռշտունին, Ձյաձ Սուրիկը, մենք այդպես էինք ասում, բայց տենց մեր հետ դաժան էին վարվում, երբեմն ասում են լակոտներին ասենք ում գնան ու տենց Աստորեն քո կնքահայրը Արմեն Ամիրյանն է եղել հեռուստատեսության մուտք գործելու այո, բայց աշխատանքի այդ ամենակարևոր հեռուստատեսության 0-ից սկսելու process-ը դա Շինյան Արայիկ եւ Սուրեն Ռշտունի երկու հոգի ովքեր տենց ինձ նորմալ վազացրել են բացարձակապես խղճալ, ասել երեխեն եւ չկա դες բաներ։ Եվ ես երբեք չեմ մոռանա իմ կյանքի 93 թվականի նկարահանվող ամանորյա ծրագիրը, որտեղ ես օգնական ադմին, ով որ այստեղ երբևէ այդ աշխատել է, հատկապես իմ ադմին։ Ես էլ եմ իրանց նույնը արել։ Չեմ թաքցրել։ Առաջի գործը Այո, ես գիտեք ինչ վազք, ինչ ահավորություն եւ նոր տարին նկարվում էր խնձորի ու մրգի մուլաժով, չկար միրգ, շամպայնի շշերում դենց դեղին գազով 93։ Այդ կասան ունենք դա այնակ։ Այո, ունենք։ Գիտեք որ նա անկյունային տոնածառ կար տենց շատ սիրում։ Եվ ես այդ օրը աշխատում էի Վարդուհի Վարդերեսյան, Օֆելիա Համբարձումյան, Նարա Շլեպչյան, 3 ճկնաղ դիցուհիների հետ եւ 3-ը տենց ինձ նորմալ ասում են վազից իրես բերեցի Այո, այսինքն քո աշխատանքային առաջի փորձը հեռուստատեսությունում է։ Ես իմ կյանքի առաջին աշխատանքը, որ ունեցել եմ, եղել է Armen Press լրատվական գործակալությունը, Armen Press-ի Վանիկը Սանթիրյան հոկտեմբեր ամսին եկավ առաջի կուրս եւ ասաց, ես ուզում եմ առաջի կուրսեցիների վերցնեմ դեղնակտուցների եւ տանեմ մի քիչ բան սովորացնեմ, ու մեզ 3 հոգու ընտրեցին, ես հայտնվեցի Armen Press-ում
եւ մինչեւ դեկտեմբեր Վանիկը Սանթրյան ուր գնում էր հետը տանում էր, էս գրի, էս արա, էս տարես բեր, էս տպի, մենք նյութերը տպում էինք բանով համակարգիչ չկար մեքենաներով, typewriter, ես մինչեւ հիմա շատ լավ դրանով աշխատում եմ 92 թվական 90 չկար համակարգիչ, ես դինոզավր եմ։ Եվ դրանից հետո երկրորդ աշխատանքը անմիջապես դա հենց 93 թվականի արդեն մարտ-ապրիլ ամիսներից, այդ նոր տարին ոնց որ 92-ի ավարտվեց, մարտ-ապրիլ ամիսներից ես հանրային հեռուստաընկերությունում էի։ Նկարահանում էինք 93-ի որտեղ ես հիշում եմ Ես ասեմ ոնց էին գալ, շատ հետաքրքիր։ Նախ ես գործի գնում էի համալսարանից հետո, դասերը ավարտվում էին, այդտեղ մեր բախտը բերել էր, որ հանրային ռադիոյի առաջին հարկում եւ լրաբերներ տեղավորված այն մյուս կողմի վրա եւ մի քանի աշխատանքներ մենք ընդեղել էինք հավաքվում։ Կետեր ունեն։ Հա, եւ երբ որ ես 94 թվականին, երբ որ ես արդեն Երջանկություն Ալեքսանդր Իսկանդարյանը ինձ տարավ լրաբեր որպես քաղաքական նորաթուխ լրագրող քաղաքական թեմաներով եւ ես սկսեցի լուսաբանել այն ժամանակ Գերագույն խորհուրդը, ազգային ժողով չկար, մի քիչ հեշտ էր, որտեվ ռադիոյում էլ էինք լինում, բայց գալիս էին 40 թե 41 համարի ավտոբուսը, որը բերում էր մեր, ասում էինք, ծելեի կռուգը բերում էր մինչև Խաչմերուկ, այնտեղից ֆոտով էինք գալիս։ Իսկ ինքնույսներ անտառով եք գալիս։ Հիմա շարունակեցնում իջնելը ես մինչև այսօր գիտեմ մեկ մի անգամ Նարսուրենվնայի հետ ու Ջացուրիկի հետ ու էլի մի քանի այտենց խմբվում էինք խմբերով, վերցնում էինք փայտեր, որտեղ ահվես կար, որ սենց շխշխկացնում էին ու այդտեղ բաներ կար, արահետներ կար, իջնում էինք բանի մոտ, դեպի Չարենց այդ Ճոպանուղու այդ կողմերն էինք էլի։ Իսկ չէր նոր խարույկ եք։ Լավ, այս հարցազրույց չի, մի քիչ դու պատմի։ Ես անկեղծ ասած քանի որ իմ մասնագիտությունը, որ ես ստացել եմ բարձրագույն կրթությունից նկատի ունեմ բժշկական համալսարանում, եւ ոչ կապ չունի սրա հետ։ Իմ ներքին sense ձայնը ինձ ստիպեց գնալ ստեղծագործական ուղիով եւ ես որպես սցենարիստ եմ մտել հեռուստատեսություն, այսինքն որ թվին Դա 94-95 թվականներն էր, երբ որ մենք անում էինք 220 վոլտ հաղորդում կար այդ ժամանակ հանրայինն էր, թե 2 ալիք կար այն ժամանակ։ Կար այո, եւ առաջ եւ երկրորդ նոր հեռուստաալիքը, այո։ Չեմ հիշում որ մեկով էր, հա։ Այդ ժամանակ հեռուստա կոչվում էր Հայաստանի հեռուստա ռադիո պետկոմ եւ դրա մեջ մտնում էր պետական հեռուստաընկերությունը եւ պետական 95-ից դարձավ, եթե չեմ սխալվում, նոր հեռուստաընկերություն եւ ղեկավարում էր այն պարոն Մավիսակալյանը։ Այո, Ռոբերտ Մավիսակալյանը։ Ու սցենարիստ է, այո, ես ստեղծագործող խմբից էի, ավելի ասեմ, ես 96 թվականին մեր բակ տեսաֆիլմի սցենարի համահեղինակներից մեկն եմ, այսինքն իմ ազգանունը միջև հիմա գրած է մեր բակի մեջ, ես որպես ստեղծագործական խմբի մեջ կամ եւ այսինքն բոլոր լեվելներով անցել եմ սցենարիստ եմ եղել, ռեժիսոր եմ եղել, բայց դու ամենաերկար երկարակյաց տնօրենն ես էլի կարելի ասել։ Դե ոնց որ, հա 13 տարի արդեն, 13 լավ թիվ չի 13-ը, կարծում եմ իզուր հիշեցինք, բայց շատ լավ թիվ, ամեն ինչին պետք է նայել դրական ու շատ լավ։ Ինքնաթիռների մեջ ճիշտ է, որ 13 թիվ չկա։ Հա դե տենց բաների հավատում։ Հա, ինչ որ տենց բան կա։ Так что այս բոլոր գիտես երևի այս ոլորտից իմ համար համեմատական ավելի լավ կամ նույն ձև հաճելի ոլորտը կինոն է որպես ռեժիսոր երևի տեղը հաճելի որտեղ ստեղծագործական որտեղ այդ դաշտը մեծ ավելի դիտողներին ասենք որ դու կինոռեժիսոր ես առաջին հերթին կինոռեժիսոր Եթե ես ինքս ինձ բնութագրեի, այո, ես առաջերտին կինոռեժիսոր եմ, որը պարտադիր խառնում է սցենարական աշխատանքի մեջ, որտեղ ես կարծում եմ լավ ֆիլմերի մեջ ռեժիսորը միշտ պետք է սցենարի մեջ խառնի։ Այսինքն բացառություններ կան, երբ որ սցենարով մարդը գալի նկարում է, միշտ պետք է Այ դե պետք է ասենք, որ մի քանի հատ լավ ֆիլմ կա, ես ես վերջերս իմացա դու գիտեի ինքը ֆիլմերի իդեայի հեղինակը, ես ես վերջերս եմ իմացել։ Որոնք են դրանք Այս վերջերս դուրս եկած Սևազգեստ կանայք, Կիրակոսյան Գորի ֆիլմի իդեան է, ընդդե գրվում է։ Եվ իմ բոլոր ֆիլմերի մասնակցությամբ սցենարի կա, բայց իդեա հիշած եկա մոռացել եմ։ Մեծ պատմությունը դու չէ, թե մեծ պատմությունը։ Չէ, բայց էլի կար է, ես հիշում եմ էլի կար իդեայով։ Բլոտը։ Բլոտը։
Բլոտը ո՞րն է։ Դու պոկեր ես։ Պոկերը։ Բլոտ։ Այո։ Բլոտ։ Բազար բլոտ։ Ով ինչ խաղում է, Չէ, դա իմ ստեղծագործական այդ իմ ֆիլմերի մեջ պարտադիր, որովհետև ինքը նես բան է, որ ոնց որ շորը կարում եմ, բայց դու դիպ գազ փորձելու ու քո հակով իրան կարես։ Դրա համար սցենարը պետք է ռեժիսորի կոչվում է ռեժիսորական։ Բայց քեզ ավելի հաճելի է ռեժիսորությունը, չէ՞։ Ինձ երկուսն էլ հաճելի է, որովհետև կինոյի հիմքը դա սցենարն է, ու եթե դու չմասնակցես, չէ, հեռուստատեսության տնօրեն թե ռեժիսոր։ 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 Հա, եթե ինձ առաջարկեին ամբողջ տարի նկարում ես ֆիլմեր, թե տնօրեն ես, իհարկե կընտրեմ առաջինը։ Ուղղակի ֆիլմերը այդքան այդ հաճախականությամբ չես նկարում։ Ես նենց համաձայն եմ Դավիթի հետ այս առումով, օրինակ ես մի քանի փորձ եմ ունեցել հաղորդում վարելու հանրային հեռուստաընկերությամբ։ Շատ լավ ստացվել է, բավական հետաքրքիր, բայց ես երբեք դա չեմ սիրել։ Կադրում լինելը, կադրում լինելը ընդհանրապես իմ մասին չի, ես չեմ սիրում դա, բայց ես շատ եմ սիրում տենց տնային հողաթափերը հագած նստել եւ խառնվել սերիալի գծերին, սցենարական կադրից դուրս մարդկանց հետ աշխատելը շատ բան է, բայց ես էլ երբեք կադրում լինելը իմը չի։ Ես երբեք չեմ ամաչել, կարողացել եմ խոսել, ինձ չի խանգարել, բայց ընդհանրապես գրավչություն չունի, բայց կադրից դուրս այն ինչ որ կատարվում է, այդ իսկական հեռուստաընկերությունն է եւ հեռուստատեսության սիրտն է ինձ համար։ Ովանես, իսկ դու սիրում ես կադրում լինել։ Ես իրականում ես մասնագիտականի վրա գնացի, որ դու ռեժիսոր ասցիր, որովհետեւ մենք նույն մասնագիտությունն ունենք, երկուսս էլ լրագրող ենք։ Այո։ Ու չգիտեմ քո մոտ ոնց, բայց ես անընդհատ կարոտում եմ այդ մասնագիտությունը, ու ցած անընդհատ ինչ որ ձև ուզում եմ դրան առնչվեմ, այ քոպես ոնց որ դու ռեժիսորան ես տենսիում, դու չգիտեմ կարոտում ես ընդհանրապես այդ մասնագիտությունը թե չէ, բայց ես անընդհատ կարոտում եմ։ Դե ես ավելի երիտասարդ սերնդից եմ, դրա համար իմ հուշերը 2008-ից են սկսում։ 2008-ին մենք հանրայինով վարում էինք «Մենք ենք» ծրագիրը։ Դա բան էր, Ինտերնյուզի հետ համատեղ ծրագիր էր, որտեղ որ երիտասարդները պատմում էին տարբեր պատմություններ երիտասարդների մասին, այդտեղ համ վարում էինք, համ արտադրում էինք ու շատ հետաքրքիր փորձ էր, որովհետև դա փոխեց նաև վերաբերմունքը կադրի հանդեպ, որովհետև այդ ժամանակ դեռ չէի էլ ընդունվել, չկանի 16, եթե չեմ սխալվում։ Կադրից դուրս էր, թե կադրից ներս։ Չէ, կադրում էի, կադրի հետ աշխատել ընդհանրապես։ Ու այդ փոխեց նաև մասնագիտություն ընտրելը ու տենց լինել այդ ուղղությամբ, էլի։ Բայց մեկը ինչ ուզում ա լինի, մասնագիտությունը ֆանտաստիկ է, որ սիրում ես պահում։ Կորցնում ենք Մարգարիտային։ Մեզ հետաքրքիր է ղեկավարման տարիներից ինչ պատմություն կհիշեք, որից ամաչում եք։ Ասա։ Ինքը չունի, դու ասա։ Երկու հատ վատ հարց է, մեկը որ ասում են զավեշտալի դեպք պատմեք, այդ ժամանակ չնայած լիքը կան, բայց զավեշտալի շատ կլինի։ Հա, շատ են, բայց այդ պահին sense չի գալի, ես տորմուզատալի չի գալի, ամաչելու հետ կապված չգիտեմ, sense դի հորինեմ երևի, բայց որ չստացվի սուտ ասեմ, երևի որ նամակներ է ստանում ինչ որ հեռուստադիտողներից ու շատ պարզ ու տենց ֆանտաստիկ բան է, որ ինչ որ հերու գյուղից մեկը նամակ է գրում, ինչ որ բան է քեզ խնդրում անես, ինչ որ ցանկություն է հայտնում կամ չեմ կարող հիմա ասեմ, բայց այդ էմոցիան եմ հիշում, ես հիշելուց իմ հիշողության մեջ էմոցիան ավելի շատ հիշվում ու ինչ որ կամ ասենք բանդից ինչ որ մեկը կարա գրի, ինչ որ այսպես նամակներին երևի ամենաշատը որ տենց կարող արձագանք չտալը կամ միգուցե ինչ որ բան ամոռանալ է եւ չարձագանքել է, երևի այդ առաջինը այդ երևի բարոյական Մարթա Դավիթ է։ Ես կպատասխանեմ այդ հարցին, շատ հեշտ հանգիստ, դժվար է ասել, որ տենց տունը նստած դրանից ամաչում եմ, բայց ինչ չէի անի, այ ամենակարևոր կտորը, եւ ինչ չեմ անում։ Իդեպ Արմենիայի տարիներին ես այդքան էլ այդպեսին չեմ եղել, շատ ավելի խաղաղ եմ աշխատել ու շատ ավելի հեշտ։ Հանրայինի տարիների ես շատ հաճախ բղավում էի։ Ես հիմա ընդհանրապես չեմ բղավում եւ բղավում էի, որովհետեւ գիտեք, երբեմն իմ մոտ տպավորություն էր, որ ես մենակ դուրս եմ եկել մի ցած մեծ հրետանիի դիմաց, կանգնած, ինչ որ մեկը հիմա իմ վրայով անցնելու է, որովհետեւ ոչ մի ձև դժվար էր ինչ որ բաներ բացատրել։ Ես
շատ կառավարման ձևով ունեմ հստակ կտրուկ որոշումներ կայացնելու կարողություն, թերևս դրանից չէ որ նեղվում եմ, բայց ես այլևս չէի բղավի եւ այն ինչը որ չէի կարողանում տեղ հասցնել, հաստատ կթողեի որ ժամանակը լուծեր։ Ես դա էլ չեմ անում եւ կարծում եմ որ դա մեծ հաղթանակ է, որ ես կարողացել եմ իմ մեջ դա ուղղել, բայց մի բան ակնհայտ է, առաջին օրվանից աշխատանքի մինչեւ այսօր ես նույն կրքով եմ աշխատում, նույն նվիրվածությամբ։ Դա կուղեի եւ ուղղել եմ թերևս այդ սխալ ու ոչ ճիշտ մոտեցում է։ Անկեղծ պատասխան։ Շատ լավ է։ Եթե Մարգարիտան չպատասխաներ, ես կաս իր տեղը փոխարեն կպատասխանեի։ Կարող փոխես քո պատասխանը։ Միջալից ես մտածում եմ, որ Մարգոն խոսում էր, ես մտածում եմ, ես կարող եմ երևի որպես ղեկավար ինչ որ վաց գալու կամ ինչ որ ամաչել չասեմ, բայց մեղադրանք կա տենց միշտ հեռուստատեսության ղեկավարի հասցեն, որ դուք պետք է անեք ու արտադրեք հեռուստաարտադրանք, որը պետք է կրթի ինչ որ մարդկանց գիտահանրամատչելի տարբեր ուսուցողական ինչ որ նախագծեր եւ այլն ու միշտ մեղադրում են որ դա քիչ է լինում եթերում, չէ՞։ Ինչ որ այդ մեղադրանքը միշտ կա, ես ուղղակի դա ձեր սերիալների համար են մեղադրում են։ Ես ուղղակի այդ մեղադրանքը որ sense օթում միշտ կախված է, որպես մարդ, որ իմ խղճի հետ պետք է ազնիվ լինեմ, միշտ մտածել եմ դրա մասին։ Ու ես հասկացել եմ մի բան, երբ որ ստեղծվում էր հեռուստատեսությունը, ինչ որ էվոլյուցիա էր ապրում։ Ինչ որ ժամանակ կար, այո, հեռուստատեսությունը ստեղծվում էր որպես գործիք, որը հասարակությանը կրթում էր, ճաշակեր թելադրում եւ այլն։ Հետո զարգացման աստիճանները անցնելով հատ հասկանում ես, որ ինչ որ ժամանակի դա փոխվում է։ Ես օրինակ հաշվում եմ, որ ոչ բոլոր հեռուստաընկերությունները, բայց կան հեռուստաընկերություններ, որոնք ապահովում են ժամանց։ Այո, մենք հասել ենք դրան, որ կա ժամանցային, օրինակ ոնց կա ֆիլմերի ալիք, դու նայում ես ֆիլմեր, չէ՞։ Հիմա պարզ է, չէ՞, որ այդ ֆիլմերի մեծամասնությունը դա ինչ որ պատմություններ են, ոչ թե ասենք Իգր ռազումը, այդ ռուսերեն հայերեն ուղղակի անունը չգիտեմ, այդ ֆիլմերի որակի ֆիլմեր են, որ դու ինչ որ գիտության հետ շփվես, պարզ է, չէ՞, որ ինքը ժամանցային ալիք է։ Այսինքն իմ պատասխանը հետևյալն էր, այո, որ մենք ժամանցային ալիք ենք։ Այո, դրա մեջ կարող է լինել օրինակ ինչ որտեղ երբի նման, որը ինտելեկտուալ ինչ որ շերտի համար է, բայց ընդհանուր առմամբ դա ժամանց է։ Այլևս հեռուստատեսության որոշ ճյուղեր ժամանցային են։ Դրա համար ինքս իմ պատասխանը այդ մեղադրանք ասեն, թե ինչ որ ձև քեզ համարում ես, որ դու միջև վերջ լավ չես արել այդ գործը, այս պատասխանն էր, որ ժամանցային է այլևս հեռուստատեսության ղեկավարի աշխատանքի մեղադրանք չի, ինչու՞, շատ լավ է։ Այնուամենայնիվ դու կառավարում ես, ինչ որ ձև քեզ էլ վերաբերվում է այդ ամենը։ Չէ, հիմա որտեվ օթում այդ կա։ Ես սրա հետ կապված ես տենց ծանր է։ Սրա հետ կապված մի բան էլ ասեմ, չգիտեմ դուք որքան ծանոթ եք, բայց հեռուստատեսությունը դա շատ հետաքրքիր էմոցիոնալ ոլորտ է, եւ տեսեք ես իմ, այսպես ասեմ, թույլ կողմի մասին խոսեցի, այդ թույլ կողմը գրեթե հսկայական քանակի մարդիկ ունեն, բայց այնուամենայնիվ պիտի միշտ հիշենք, այս մեր մասնագիտությունը շատ էմոցիոնալ մասնագիտություն է, որովհետեւ դրա համար պետք է զսպել։ Այո։ Քանի որ դուք մեր ղեկավարն եք, ինձ թվում է բոլորիս հետաքրքիր է իսկ այս 5 տարիների մեջ պատմություն, որ դուք եք ամաչում։ Վայ, այնքան ուզում եմ ասել շատ կա, հետո հասկացա, բայց լավ չի, դա ասել որ շատ կա։ Չէ, կա իրականում, բայց հիմա այնքան դժվար է, որ ստեղեմ հիմա ու ասեմ այդ պատմությունները, այտենց հետո դառնալու է բան։ Առանց անուններ չասելով էլի չի ստացվում, բայց լավ, սենց ասեմ, մենք ունեցել ենք արտադրանք, որը գնացել է եթեր եւ ոչ միայն, ու ես դրա համար գետինն եմ մտել։ Հիմա չեմ ուզում անուններ տամ, որովհետեւ տենց շատ էլ չի անցել։ Դրա մասին չես խոսում։ Ստեղ խնդիրը ինչն է, որ երբեմն դու պարտավոր ես այ քո ասած բովանդակության իմաստով հանրայինի դեպքում ավելի շատ են պարտավորությունները, դու ինձ լավ կհասկանաս, որ երբեմն ինչ-որ բան ես արտադրում ու դու չես կարող դա եթեր չտաս։ Մեզ շատ հաճախ ասում են, ինչի եք սա եթեր տալիս ընդհանրապես։ Եթե չես տալիս, ստացվել սա, այս արտադրանքն չի ստացվել, այսքանը ստացվել, այսքանը չի ստացվել, բայց չես կարող եթեր չտաս, որովհետև եթե եթեր չտաս, ի տարբերություն Արմենիայի հեռուստաընկերության, որը սեփական է, հանրային հեռուստաընկերությունը
կոնկրետ ունի իրավական պարտավորություններ, չես կարա դա եթեր չտաս։ Ու արդյունքում ստացվում է որ դու տենց գետինը մտնելով ինչ որ մի բանը պետքա տաս մեկը եթեր, որովհետև դու դա պարտավոր ես թղթերով։ Հիմա բայց էլի եմ ասում, տենց քանի որ ստեղ եմ հիմա, երբ որ կլինեմ արդեն նախկին տնօրեն, այդ ժամանակ ավելի ազատ կխոսամ երևի այս ամեն ինչի մասին, էլի։ Դե դրա համար եք ես ցույց տալի։ Ասեք թե ով է այդ մարդը, առանցում դուք հեռուստաընկերություն չեք պատկերացնում։ Ես օրինակ կարող եմ ասել ով է ինձ հեռուստատեսության մեջ, ով է այն մարդը եղել, ում պատճառով, որ ես հեռուստատեսությունը չեմ պատկերացրել երբևէ։ Ես տեսեք ասացի Սուրեն Ռուշտունին, Շինյան Արային խոսեցի։ Ես ընդհանրապես աշխատել եմ, նենց հետաքրքիր բան է ստացվել, հեռուստատեսային բոլոր մոնստրները ղեկավարել են ինձ, բոլոր մոնստրները։ Ալեքսան Հարությունյան, Ռուբեն Ջաղինյան, Արտուր Ջանիբեկյան, Կարպիչին ես բաց թողել։ Ստեփան Կարպիչին, մենակ Ստեփան Կարպիչին եմ բաց թողել։ Աշխատել եմ Տիգրան Հակոբյանի օրոք եւ այլն։ Տեսեք, գիտեք ինչ նախնդիրը։ Ինձ համար հեռուստատեսային մինչև այսօր իմ գուրուն, իմ պատկերացումը դա Արմեն Հովհաննիսյանն է։ Արմեն Հովհաննիսյանը թերևս ոչ ոք չի հիշում ձեզանից, որտեղ նա եղել է ժուրնալիստիկայի վարպետության իմ դասախոսը, ով որ սովետական միության ժամանակ արել է 22-30 հաղորդումը, որը աննախադեպ է եղել միակ սովետական միության ժամանակահատվածում ռոք եւ ջազ հաղորդում արած մարդներ, ով որ թարգմանել է Բուլգակով եւ շատ գործեր, ով որ իսկապես հեռուստատեսային կերպար էր եւ շատ բան է սովորացրել ինձ եւ ինձ համար օրինակ շատ ցավալի է որ շատ քչերն են ճանաչել իրեն ու ինքը ինձ գիրք էր նվիրել մինչև այսօր ես այդ ունեմ ինքը նաեւ հեռուստատեսության բացի հաղորդավար լինելուց բացի այդտեղ աշխատելուց ինքը նաեւ չկա 80 տարեկանացավ ինքը նաեւ տպում էր եւ ինձ գիրքը նվիրելուց գրեց մեկ օր նույնը յետ ստանալու ակնկալիքով որտեվ ինքը գտնում էր որ ես կարող եմ դառնալ եւ ինձ ասում էր պիտի նստես աթոռիդ գրես այնքան ջնջես այնքան որ այդ աթոռդ մաշվի եւ ինձ սովորացրել են ինչ որ գրում ես որպես լրագրող չվախենաս դա ջնջելուց ջնջի ու ռադարա դու ես գրում 0-ից գրի բայց մի վախեցի քո գրածը ջնջելուց եթե դու կկարողանաս դա անել որտեղ մարդիկ դողում են ամեն գրած տողի համար ու դա ինձ շատ բան է տվել օրինակ ես այդպիսի կերպար ունեմ ինձ մոտ բայց ես պիտի նաեւ ուրիշ բան ասեմ ես հաջողել եմ այդ ասած բոլոր իմ թվարկած մարդկանցից սովորել ասենք ես Ջանիբեկյան Արտուրից սովորել եմ այն ժամանակ ինչպես կարելի է շոու ծրագրերով ռեյտինգ ունենալ, բարձրացնել, ոնց անել, նենց ներկայություններ։ Վահագն Սարգսյան ինձ սովորացրել է օպերատորական գործ, ոչ ոք չի պատկերացնի, մի մինոտ ծրագրի ժամանակ գալիս էր կողքս կանգնում էր, ասում էր դու պետք է սովորես կադրը։ Մեկին թող ինքն էլ ասի։ Դե ես իրանց հետ ուզում ասեմ Ռուբեն Ջաղինյանը սերիալների մի ամբողջ բան կար, որ տենց ինձ տվեց այդ հնարավորությունը, ասեց օքեյ, վստահում եմ եւ այլ եւ այլ։ Մի խոսքով կարեւորը որ դու ումից ինչ ես սովորում։ Ես բոլորից ինչ որ բան վերցրել եմ։ Քանի որ Արմենիա հեռուստաընկերության հիմքում ընկած էին բազմաթիվ անձեր, որոնք կառուցեցին, դրանցից մեկը Ռոբերտ Մավիսակալյանն էր, երջանկահիշատակ։ Ես այդ մեծությունը ուսումնասիրելով իր ուրեմն անցած ճանապարհը եւ պրոֆեսիոնալ իր այդ մասնագիտական հմտությունը ես հասկացա որ շատ հպարտ եմ որ ինչ որ ժամանակահատված ես ու ինքը նույնտեղ գործեինք գալիս ու եղել է այդ ժամանակ դա իրար հետ առնչվել է հա իհարկե ինքը ես այդ ժամանակ Արմենիայում նոր առաջի քայլերն էի անում որպես ռեժիսոր ու նույն հարկի տակ մենք այդ ժամանակ բանում էր կուկուրուզիկում էր Արմենիան այդ ժամանակ ինքը գալիս էր ու տակ գից չէ hotline ինքը բազմաթիվ պրոյեկտներ էր անում բազմաթիվ չէ հաղորդում ուներ hotline զանգում էին հեռախոսով եթերին հա ինքն էր ու բանը late night show միջև ընդཐུպ ինքը սենց շատ սենց line սենց բանի կալիբրի մարդեր ինքը կարող էր տարբեր պլյուս իր անցած ճանապարհը որտեղ ինքը ուսում ստացել որտեղ աշխատել եթե չեմ սխալվում BBC-ում միշտ խառնացիան եմ BBC-ում ինչ որ միտեղ ինքը աշխատել է տոլի CNN տոլի BBC ու այ ես հիմա հասկանում որ ես հպարտ եմ եղել որ ես ու ինքը նույնտեղ գործ էինք գալիս շփվում էինք բան ինչ որ sense ձև մեծություն էլի ուրախ եմ որ այդ տարիները եղել իմը շատ բանալ է իմը Նարաշ Լեպչյանն է լուրջ հա ես
Լուրջ։ Իր հետ շատ դժվար է, բայց առանց իր էլ չի լինում։ Իրականում Տիկին Շլեփչյանը խորհրդի անդամ էր, երբ որ ես ընտրվեցի հանրայինի տնօրեն, երբ որ դու գնացիր ու ես եկա, խորհրդի անդամ էր, կհիշես։ Անդամ էր, այո։ Դավիթը բախտ վիճակվել է, Դավիթին ծանոթացրել եմ Տիկին Շլեփչյանի հետ, շփվել է եւ ինքը հասկացավ ինչ նկատի ունեմ հիմա ասելով, իրականում իր հետ շատ բարդ է, չգիտեմ քո ժամանակ ոնց, բայց ես կարող եմ այդպես պատմություններ պատմել։ Բարևից հետո սկսում է ասենց քննադատությունները, ոչ մի լավ բան, ոչ մի լավ բան, ոչ մի լավ բան, ասենց վերջում ավարտվում է մոտավորապես այդ նույն նոտայի վրա, ու իմ ամենամեծ քննադատն է եղել, բայց քանի որ երբ որ ես եկել էի խորհուրդ ու ինձ ընտրում էին ու Տիկին Շլեփչյանը ինչ ասեց վերջում ընտրեց ու ինքը տենց մեր խորհրդի նիստին, չգիտեմ, ինքը եղել է, դու չես եղել երևի։ Ասես կլոր սեղանան նստում են խորհրդի անդամները եւ ինչ որ միտեղ տնօրենն է նստում։ Ես նստում եմ իր կողքը, որտեղ ինքը խորհրդում նստում է։ Եվ տնօրենին քլնգում է։ Ինքը այդ նիստի հետ կապ չուներ ընդհանրապես։ Հիմա էլ խորհրդի անդամ չի, դրա համար եմ ասում էլ կա։ Ինքը առանձին իր ժողովներ անում այդ անկյունի վրա։ Ասես տնօրենին ցենց էր անում, արի, քաշում էր ձեռքից, սկսում էր իր ժողովն անել։ Ու տենց որ ես ընտրվեցի, հենց առաջին օրվանից ինքը երբ գնում էի խորհուրդ, ինքը առանձին ժողովներ էր անում իմ հետ։ Հիմա Շլեփչյանը արդեն երևի մի 3 տարի է հեռուստատեսությունում է, իմ խորհրդականն է, բայց ինքը դե Նարաշ Շլեփչյանն է, լեգենդա բոլորիս համար, ու մենք անընդհատ փորձում ենք իրան հիշենք, ու ինչքան էլ ինքը տես մեծ քննադատ է մեզ բոլորիս, ինչ ասես ասում է, իսկ ինքը կարող է այդ ինչ ասես ասի մի քանի ժամ շարունակ, մի անգամ դեպք ա եղել, մի 3-4 ժամ երևի ինձ բաներ, բոլոր հաղորդումներով անցնում էր, մի անգամ էլ հետաքրքիր փորձ արեցի ու ումից խոսում էր, կանչում էի։ Այնքան լավ անցավ։ Բայց եկեք ումից խոսում էի, կանչում չէր ասում։ Բայց եկեք մի քանի մարդու անուն ամեն դեպքում որպես բան հիշել չենք։ Մի հոգու էր հարցը։ Ես բայց կուզեի, որ մենք հիշեինք Տիգրան Նաղդալյանին օրինակ, որտեղ առանց իրա լրատվական կտորը որպես այդպիսին այն ժամանակ այդ ինքը հեղափոխություն արեց։ Իմ ում չհիշես, քեզ չեն սիրել։ Դե, չգիտեմ։ Քանի որ դուք տարբեր, ինչ որ բայ տարբեր, հա, հեռուստաընկերություններ եք ղեկավարել, ձեր հարաբերությունները միշտ այսքան լավ են եղել, թե հելաշրջան, որ դուք ամեն դեպքում մրցակցություն ալիքների մեջ չեք շփվել, թե միշտ շփվել եք, միշտ լավ է եղել ամեն ինչ։ Ասեմ, մենք բոլորս մոտավորապես իրար հետ չէինք շփվում։ Ну, չէինք ատում, չէինք սիրում, չէինք շփվում, մենք իրար ատում էինք։ Տենց գլոբալ Դավիթի հետ Լավ, մեզ բարիշացրել է Դավիթը, սենց ասեմ, ես վերջերս։ Իմը մանկոյ առաջի շփումներն էլ էր լարված Չէ, բայց ստեղ գիտես ինչ էր, առաջին անգամ, որ մենք շփվել ենք, մենք իրար հետ շատ վատ կռվել ենք։ Այո։ Հետո մեզ էլի մեր լավ ընկերներից Վահագն Թևոսյան բարիշացրեց, կհիշես, չես հիշում լավ։ Այո։ Հետո նորից կռվեցինք, հետո դու բարիշացրեցիր։ Ես դες Ինչ լավ է, որ դու ստե ներկա ես, բայց իրականում հեսա ասես, իրականում ամենամեծ խնդրեմը մեր հեռուստատեսային դաշտում, դու գոնե երբ որ ես եկա հեռուստատեսային դաշտ, մենք չեմ հիշում որտեղ էինք հավաքվել, բայց մեր հետ կապ չունեցող ինչ որ միջոցառում էր, որտեղ հավաքվել էինք հեռուստաընկերություններով, ու ես հասկացա, որ իրար չեն ճանաչում մարդիկ։ Ես նոր էի, դե ես կարայի չճանաչեի մի տենց ինչ որ մասին, բայց իրար չէին ճանաչում լիքը մարդ։ Դա նոր էր փոխվել։ Լիքը մարդ իրար չէր ճանաչում, ու տենց աբսուրդ էր։ Ես նշանակ Տիգրան Հակոբյանին ասում էի, լավ, ինչի մենք չենք հավաքվում, մի հատ հասկանանք ով է, ինչ ենք անում եւ այլն, ու արդյունքում ինչքան տևեց, մի 4 տարի երևի տևեց, որից հետո ստեղծվեց այս միությունը մեր, որը կոչվում է Industrial Committee, որը ղեկավարում է Մարգարիտան, ու հիմա գոնե շփվում ենք, էլի հաշտ չենք, ես չեմ ասի, բայց Երևի քանի արձանագրեր ամենապոզիտիվ հարաբերությունները հիմա է այս փուլում։ Հա, շատ լավ ենք շփվում, բայց լիքը թեմաներ ունենք էլի։ Դե սխալ կլներ, որ աշխատանքային դաշտում sense հարթ լիներ բնականաբար։ Իրականության մեջ այդ մրցակցային կտորը իսկապես շատ մեծ դեր ունի ամեն դեպքում, որովհետև բացի այդ իրար հետ կռվել, բարիշել եւ այլ, իսկապես այդ մրցակցային կտորը խանգարում է։ Ուզես թե չուզես, հիմա որոշ տնօրեններ տենց շատ հումորով են վերաբերվում իրար հետ վեճերի ժամանակ եւ այլը, բայց հիմքում ընկած է այդ աշխատանքի այդ կտորը, որ դու անդադ ուզում ես քոնը պահես, ինքը ուզում է քոնը պահի եւ այլն, բայց շատ կարեւոր մի բան կա։ Իսկապես մարդիկ իրար չէին ճանաչում եւ
Մենք իմ դեպքում ինձ 10 անգամ դժվար է եղել, գիտեք ինչին։ Ոչ մեկ այդ կտորը չի անտեսում, հա, որովհետև ինչ կարիք կա, որովհետև ես կին եմ եղել։ Ոչ մի հեռուստաընկերության տղամարդ տնօրեն, ոչ մի ձև չէր կարող ընկալել, ասում էր, «Տով է, խի պետք է ինքը լինի»։ Մեկ, երկրորդը, ին վրա հիմնական գրում էին։ Բայց ընդհանրապես Հայաստանում կին ղեկավար Երկրորդը, ին վրա գրում էին կին լրագրողներ։ Սպանում էին ինձ կին լրագրողներ, այսինքն ինձ համել չէին հանդուրժում կին լրագրողներ ու մեկ ասում են հենց կանայք զրո տոլերանտություն, որ ես հիմա որ ասում են, «Էս ինչ նախարար է կին», ասում եմ շատ լավ է։ Ես ասում եմ եկեք քննարկենք ինքը լավ նախարար է, թե վատ նախարար է, բայց չքննարկենք կինա թե տղամարդը։ Շատ լավ է։ Այս խնդիրը ես միշտ ունեցել եմ եւ քանի որ դրա պատճառով իմ պաշտպանական ռեակցիան շատ ուժեղ ա եղել, ես ավելի շատ կռվարար եմ տպավորություն ա եղել։ Բայց այնուամենայնիվ ես նաեւ ամենաշատ կոմպրոմիսովն եմ եղել, որտեղ օրինակ ես չգիտեմ ամեն կերպ ես ուզում եմ որ բոլոր սուրանկյունները հարթված լինեն։ Հիմա շատ լավ ժամանակաշրջան է այդ առումով, շատ մրցակցային ամենալուրջ, ասենք, հանրային հեռուստաընկերությունն է, TV5-ն է, Շանթն է, Արմենիան է, ես արդեն քանի ամիս ենք, չկա մի չկա մի թեմա, որ մենք իրար հետ քննարկելուց հանկարծ անձնային խնդիր ունենանք, ասեք, չկա այդպիսի թեմա, եւ չկա տենց թեմա, որ մենք ասենք տենց քո ծելեն սենց չի, այդ մենք սա չկա, մենք բոլորս միահամուռ ինչ որ մի բան ենք արել ու այնա որ կռիվա տվել կամած էդ էլ ա վերացել, այդ իսկապես աշխատանքային կոնֆլիկտը անընդհատ կա, անձնական չկա իհարկե, այդ առումով կոնֆլիկտներից մեկն էլ իրանց հետ է, այդ բանն է, ռեյտինգ չափողը։ Այո։ Ռեյտինգը ինձ թվում է միշտ Չէ, բայց արի կիսվենք, ինչով են ձեզ մեղադրում ընդհանրապես, դու ասա, որ ավելի ճիշտ է։ Դե նայեք, չափիչ կամպանիան ինքը պետքա շատ ասել։ Ես ասել։ Չէ, ես պատրաստ եմ։ Ես просто Դավիթի սիրած հումորը նկարիչների մասին է։ Նկարիչները նստած են մի հատ շենքում, որտեղ ռեյտինգներն են նկարում, եւ Դավիթը սիրում է այդ հումորը միշտ մեզ պատմել։ Չէ, բայց ես բայց այդ նկարիչները միշտ առաջինը Արմենիային են նկարում ըստ օթում պատտվող լուրերի եւ դրանում մեղադրում են իրան։ Քանի որ առաջի տեղը մի հատ է լինում, երկրորդը մի հատ, երրորդը մի հատ, այ իդեալական կլիներ որ առաջին 3 հատ լիներ, երկրորդը 3 հատ լիներ, բայց այնուամենայնիվ պատկերացնում եք, ասենք 10 հեռուստաընկերություններ են, 10 տեղ է։ Հիմա պատկերացեք 10-րդ տեղը գրավողը ինչ պետք է խոսա։ Մենք հավատում ենք, դժվար է, արդար է, մարդ։ Չէ, մի վարքան, դժվար է, չէ, հասկանալ, որ 10-րդ տեղը, որ sense հավատալ, որ ինքը մի օր կկայնի, ասի արդար է, ես իրոք արժանի չեմ բարձր տեղերի եւ ես պետք է լինեմ 10-րդ տեղը։ Ու այս ամեն ինչի արդյունքում գալիս է նրան, որ ստեղծում են վեճեր, որ այդքան էլ արդար չի։ Ընդ որում կարելի է հասկանալ, որտեվ չափման տեխնոլոգիան իդեալական չի իրոք։ Դու մի օր կարող ես եթե լավ կոնտենտ ցույց տաս, ասենք Եվրոտեսիլը հանրայինի եթերում ու լինես առաջինը, մյուս օրը այն մյուս ալիքը լինի ու այդ արտացոլումը, եկեք ընդունենք, որ երբ որ հանրայինը ցույց է տալի օրինակի համար ինչ որ սուպեր նախագիծ, ինքը այդ տվյալով առաջինն է։ Բայց դու պետք է ասել, մենք կապ չունենք։ Չէ, բացի դրանից, ես դրան չէի պատասխանում, ես արձագանքն է փորձում բացատրել դեպի առչափիչ։ Օրինակ Վրաստանում կա երկու չափիչ, մեկը մեկին չի սիրում։ Չէ, արձես, վերաբերմունքը արձես։ Ափսոս Արտուրը ստեղ չէ։ Դե ես չեմ կարծում, որ ինչ որ տենց բան։ Մենք այս տեքստերը լսում ենք մոտավորապես քանի տարի է այս տեքստերը լսում ենք էլի, ուղղակի ես հարց տվողը ես չեմ լինում։ Երբ կա չափիչ է, միշտ այսպես լոգիկայով մի օր գրատախտակով սենց գծեց, բացատրեց ամեն ինչ, որ առաջին տեղը չի կարա լինի մի քանի հատ։ Հա, բայց հետաքրքիր բան կա, ես մի օր գծեցի, ասեցի նայեք, էս իրականությունն է։ Ով համաձայն չի։ Այդ ես ձեզ ասեմ, դուք իմացեք։ Ռեյտինգների սենց բաշխումը նկարեցինք ու հարցրեցի ես, ով համաձայն չի, որ ինքը այս տեղում է գտնվում։ Ողանես թվասի ինչ ռեակցիա կար։ Ես ասացի, այնտեղ առաջինը հանրային էր նկարել, դրա համար ասեցի համաձայն ենք, եղեք։ Չէ, դե դու ասացի։ Չէ, նայ, հիմա այդ ինձ թվում է շատ հետաքրքիր չի, այս մեր բան դիտողներին, ես կոնֆլիկտի բանը վե ավելի շատ ասում, որ մեր մեջ սենց կան ինչ որ հումոր դարձած արդեն թեմաներ, որոնք այդ է դարի բացատրենք, որ ոնց է հումորը, բոլորը գալիս են նկարիչները, սենց նկարիչներն վրձինով ու նկարում են մյուս օրվա ռեյտինգները, այսպես մեր մոտ վերածել է։ Եվ առաջինը նկարում են
Առաջի տեղի բան են։ Հասկացա։ Առաջին ալիք կարա էր ասել։ Բայց հանուն ազնվության մեջ շատ կարևոր բան կա, որ ես պետք է ասեմ, որ այն ժամանակ, երբ որ Արմենիան ստեղծվեց եւ թափով առաջ էր գնում, դա իսկապես բացառիկ հեռուստաընկերություն էր։ Ինքը տենց ստերեոտիպեր ջարդեց, ինչ որ բաներ արեց եւ ես մասնակցություն ունեցել եմ այդ ամենին ու ես շատ հարազատորեն եմ հիշում, որ այդ ժամանակահատվածում Armenia TV-ն իրոք լուրջ առաջ էր եւ այն ժամանակ հայտարարակ մեծ մրցակցությունը ոչ թե հանրային եւ Armenia էր, այլ Շանթ եւ Armenia էր։ Դրանից առաջ միշտ H2-ի հետ էր մրցակցությունը, այդ միջև Շանթը H2 կար։ Ես դեռ այդ եմ հիշում։ Այդպես, բայց ես H2 հա, բայց H2-ը այդ ժամանակ հա, դե Prometheus առաջատարներից էր, հա։ Եկեք ես չափիչի նկարչության մասին մի sense բան ամփոփենք, որ լավ լինի, նախ եւ առաջ որևէ ճիշտ քաղաքակիրթ հասարակության մեջ առանց չափիչ հնարավոր չի։ Այսինքն այդ րոպեով գովաստ ծախելը դա վատ բան է, ու որ բոլորս ճիշտ հասկանանք, մենք նախ շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր տարիներ առաջ այդ չափիչի գաղափարը բերեցին եւ ներմուծեցին։ Իհարկե դա էվոլյուցիա է։ Բայց մի քիչ բան եղան, այդպես ոգևորվեցին, շեղվեցին, հիմա ոնց որ թե նորից ուզում ենք այդ գալ ինչ որ իրականության։ Ես կարծում եմ, որ մենք ունենք նոր չափիչի դե որի այսինքն մի հատ բացատրենք ինդուստրիալ կոմիտեն ստեղծվել է նրա համար իր հիմնական գործառույթը այն է որ ընտրի անկախ չափիչին, որը կգա եւ անկախ եւ թափանցիկ եւ բաց օբյեկտիվ կչափի հեռուստաընկերությունների վարկանիշները, ինչի համար է դա անհրաժեշտ։ Մենք միշտ այդ խոսում ենք ու չենք ասում ինչի անհրաժեշտ։ Դա անհրաժեշտ է նախ նրա համար, որ այդ հեռուստաընկերությունը կարողանա իր ապրանքը ճիշտ վաճառել գովազդային գործակալությունների միջոցով, եւ երկրորդը հասկանալ թե շուկայում որ հեռուստաընկերության գաղափարախոսությունը կամ որ հեռուստաընկերությունն է ավելի շատ լսարան գրավում։ Ես մի երկու օր առաջ խոսում էի, կուզեմ այդ անպայման այդ ասեմ, տեսեք, դեք ինձ համար շատ բայց ասա որ ունենք նոր չափիչ։ Մենք ունենք նոր չափիչ, հնդկական Indiometrics ընկերությունը, որի արմատն է Inditronics ընկերությունը, որի արմատները այտենց բրիտանական են, որովհետև հիմնադրել են Կանտար մեդիայի կարկառուն ներկայացուցիչներ, որը շատ լուրջ ընկերություն է, չափիչ է, եւ իրենք տենց դեկտեմբերի կեսից մեզ կտրամադրեն քաղաքի Երևանի տարածքի վարկանիշները, իսկ հունվարից արդեն Հայաստանի եւ այստեղ կսկսվի իրականությունը, որը լիքը մարդկանց դուր չի գա։ Այո։ Այսինքն 10-րդ տեղի գտնվողին դուր չի գալու մեկը, 7-րդ տեղում գտնվողին մեկը դուր չի գա, բայց դա իրականություն է, Մարգարիտա ջան։ Արա լավ էլի, արա սենց ձևի բանի վրա ենք նստած մենք։ Հա? Ես ինչ վախենալու եմ։ Ապա մինա հիմա կարողա հրաժարվել սա։ Մարգո, դու էսի տնաս գիտես ինչ կլինի հետո։ Մինա է գտե, մինա է կնա։ Որ այստեղից ներքև նայել։ Արա ինչ ծաղկում, բրատ երկաթների իրաց։ 80 տարի Հաջան։ այսօր հաստատ չի քանդվի։ Ոչ մեկ չի գալու այսօր ժողովին։ Չարա լուրջ։ Սա հայտարարություն է լինելու։ Բայց նշեցիք, որ հեռուստաընկերությունում առհասարակ հայտնվելը շատ բարդ էր մի քանի փուլերով։ Հիմա, քանի որ կան շատ սոցմեդիայում հայտնի մարդիկ, շատ հաճախ մեր եթերը բոլորիս լցվել է այդ կոնտենտով։ Այ որքանով է ձեզ համար դա նորմալ, ինչքանով եք դուք դա անում ռեյտինգի համար։ Եթե կարելի է ես մի հատ նախորդ թեման ամփոփեմ, էլի մի հատ կարևոր բան եմ ուզում ասել, ռեյտինգները։ Օրինակ անպայման ուզում եմ ասել, որ էլի վատ բանը իմ վրա գրվի, էլի։ Օրինակ ես խորապես համոզված եմ, որ այս չափումները, երբ որ կան իրականացվեն ամբողջությամբ, մենք հարցի առաջ ենք կանգնելու, արդյոք մեր հասարակությանը եւ մեր իրականությանը պետք են այս քանակի հեռուստաընկերություններ։ Օրինակ ես խորապես համոզված եմ, որ մենք այս քանակի հեռուստաընկերություն չպետք է ունենանք եւ որպիսի հեռուստաընկերությունը զարգանա եւ վաստակի, նախ այն պետք է իսկապես դառնա բիզնես, իսկ իսկապես հեռուստաընկերությունը կարա բիզնես դառնա։ Իսկ որ հեռուստաընկերությունները փակվեն։ Անուններ խնդրում եմ։ Ես ուզում եմ, տեսեք, ես չեմ ուզում անուններ տալ, ինչ անում։ Հիմա կասեմ, եկեք տեսնենք, հենց ռեյտինգով կգա կսկսի, ես ուզում եմ հարցին պատասխանել։ 6-ից ներքև դու արտային դուր չգալ այդքան չուզում ասում, դու ասում ես ում փակես։ Ես
կուզեի անդրադառնալ ձեր հարցին, ասեմ, սենց մի հատ երկար նախաբանով սկսեմ, երբ չկար հեռուստատեսություն, դուք այսինքն կողմ չէիք այդ իմ ասածի հետ։ Կողմը անունը ուզում չես ասում, ինքնը շանթազում Ես առաջարկում եմ, որ եկեք թեման հասկանանք, եթե Մարգարիտայի թեման է, ես պատրաստ եմ Իրան վերջում առանձին տանք այս բանը ասելու, հա, դու ասա։ Որ հարցին Եկեք փակենք այս թեման։ Դու կողմ չես, որ մեր հեռուստաընկերությունները շատ Ես են։ զուտ լոգիկայի առումով որ նայես, ուրեմն կա շուկա, որտեղ կա ինչ-որ գումար, որը գնալով պակասում է, եւ կա հեռուստաընկերությունների ինչ-որ բազմազանություն, որոնց չի հերիքում այս շուկայի ոնց ասեմ, տորտը, ոնց որ սիրում ենք մենք ասել։ Այս կտորը չի հերիքում եւ այդ լոգիկայով Մարգարիտայի ասած այո ճիշտ է, որովհետեւ ամեն քանակություն ծավալ նախատեսված պետք է լինի ինչ որ սահմանափակ քանակությամբ սպառողների համար, խոսքը սպառողների մասին հեռուստաընկերությունները նկատում են, այդ առումով Մարգարիտը ասած է տենց բան ենք ասում։ լոգիկայով է, Այդ սխալ է։ բայց բազմազանության առումով հեռուստադիտողի համար միգուցե սխալ է, որտեղ մենք սահմանափակում ենք իրանց ընտրությունը։ Չէ, ժոր, դրա համար չէ, եթե կան այդ ալիքները, ինչ որ մեկը փող է տալիս, մա իրանց գործն է։ Հա մենք մեր ցանկությունով կուզենք որ չլինեին, որտեղ գովազդի գումարը քիչ է։ Եթե հեռուստադիտողին հարցնես, ինքը կասի չէ, ինչքան շատ ալիք, այդքան լավ։ Ինքը չի նեղվում, չէ՞ դրանից, որ ինքը sense թերթելուց կա 20 ալիք, թե 30, թե 50, ինքը երբեք չի դժգոհի դրանից։ Ընկերության նկատմամբ պահանջվող չափորոշիչները լիցենզիայի պիտի լինեն այն աստիճան խիստ, որպիսի նրանք ավտոմատ կերպով փոքրանան, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գովազդային շուկան ընդունենք ասում եմ, եթե 10 միավոր է, մաքսիմում կարա դառնա 15-20, դրանից ավել չի դառնալու։ Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր հեռուստաընկերությունը, հեսա հետ են գալու կոնտենտին, մեր հեռուստաընկերությունը լավ սերիալ արտադրեն, ոչ թե կենցաղային կրիմինալ, լավ փող դնեն, թանկ ապրանք արտադրեն, պիտի շատ գովազդ ունենա, բիզնես ունենա։ Բայց բնական ճանապարհը պետք է նաև լինի կարգավորումը։ Այսինքն ես կարծում եմ, որ մենք լիցենզիայի նկատմամբ այդ լիցենզիան այնքան թանկ բան պետք է լինի։ Այդ լիցենզիան այնքան sense բաղձալի, այն որ այնքան պետք է ամեն ինչ անես, որ այդ լիցենզիան ստանաս։ Ես օրինակ գտնում եմ, որ խոշոր հեռուստաընկերությունները թող կլանեն մյուսներին բնական ճանապարհով, որտեղ այդ լիցենզիան պիտի շատ թանկ բան լինի, որpիսի իրենք աճելով կարողանան ճիշտ կոնտենտ տալ։ Ճիշտ կոնտենտ։ Հիմա ասում ես հանրայինը մի հատ լավ, ասենք Եվրատեսիլը ցույց տվեց, գիտնած ռեյտինգ, Fast Media-ն ցույց տվեց Չեմպիոնների լիգան, դու մի հատ twin սերիալ ցույց տվեցիր եւ այլն, բայց ձեզանից յուրաքանչյուրը իր ուղղությունը ունի, ամեն մեկը։ Ավելի լավ կլինի, որ գովազդային շուկան sense հագեցած լինի, չգիտեմ, ամենա 6-8 հեռուստաընկերության ոչ կոնկուրենցիայի մասն ես ասում, այո, կոնկուրենցիա, որակի կոնկուրենցիա եւ թող այ հենց որակի կոնկուրենցիա լինի։ Ամեն ինչը կբերի արդեն հաջորդ քայլին եւ այս պարագայում Արմենիա հեռուստաընկերությունը խնդիր չունենա լավ սերիալ անելու։ Պետք է անկեղծ լինենք, հեռուստատեսությունը մեռնում է։ Հիմա մենք ինչից խոսում ենք, դա մի քանի տարի հետո էլ ակտուալ չի, որովհետեւ մեր խնդրեմը հիմա հեսա ասես, մեր խնդրեմը հիմա ես կարծում եմ այլևս մրցակից հեռուստաընկերությունները չեն։ Այո։ Կարող է դեռ իրանք են, մենք իրար հետ մրցում ենք պարզապես գլոբալ իմաստով, մենք տեսնում ենք մի հատ շուկա, որտեղ որ հավաքվում է այդ մրցակցությունը եւ մենք տեղ չենք։ Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին ու հանրայինի մասով հատկապես մենք պետքա գնանք այդ ուղղությամբ։ Կարծում եմ դուք էլ եք այդ ուղղությամբ գնալու եւ բոլորն են գնում այդ ուղղությամբ, որովհետեւ չէ, բայց դուք գնալու եք որ ուղղությամբ գնալու եք այո, ի վերջո հեռուստատեսությունը միակ բանը որ անմահ է էլ հեռարձակումը չի, չէ, հիմա ով է հեռարձակումը, շատ քիչ մարդ է նայում։ Իհարկե։ Երբ որ ստեղծվեց հեռուստատեսություն, մեռավ տպագիր մամուլը, մեռան կինոթատրոնները, շատ տուժեց ռադիոն եւ թատրոնը։ Չէ, դե որ ասում ես մեռավ, ես այդքան մեռավ։ Այդ անկումը որ նայես կարելի է այտենց բացատրել, համենայն դեպս այդ շատ վիճելի է, բայց հա, բայց անկում ապրեցին, լավ, համաձայն ես տպագիր մամուլը, թատրոնը, կինոթատրոնները եւ ռադիո։ Այս անգամ անկում ապրում հեռուստատեսությունը, երբ մտավ համացանցը։ Հիմա պատասխանելով հարցին, ես հենց խորքային եմ գալիս։ Հիմա մեր խնդիրը, որպիսի մնանք ակտուալ, որպիսի լինենք այս
ալիքի վրա մնանք, մենք պետքա միաձուլվել այդ տրենդային ուղղության հետ եւ փորձել մնալ ալիքի վրա, այսինքն դու պետք է ինտեգրվես այդտեղ, որտեվ երբ որ մարդիկ հեռախոսներով այսպես փողոցում քայլում են, դու վստահ եմ դուք ուշադրություն դարձրեք, որ մարդիկ փողոցում հեռախոսների մեջ են նայելով են անցնում փողոցը եւ ապրում առավոտը նախաճաշում հեռախոսի մեջ, այդ խոսքը նրա մասին, որ հեռուստատեսության միակ ճանապարհը գոյատևելու դա ուղիղ միացումներն են, որը մենք չենք կարող թույլ տանք ամեն օր երկար ուղիղ միացումներ, մենք չենք կարող ամեն օր առնենք Ռեալ Բարսելոնա խաղը օրինակի համար կամ ամեն օր ուղիղ եթերում ցույց տան ինչ-որ ճոխ համեր։ Արդոդենել էլ չեն կարողանում առնել այո, բացի դրանից ուզում ասեմ այդ լայվն է, որ քո հարցին թե ինչի շնորհիվ հեռուստատեսությունը կարող մնա, այդ ուղիղ միացումներն են։ Կմնա միայն լուրերի եւ կմնա սպորտի հաշվին։ Այդ երկուսը մնացածը ես կարծում եմ վերանալու է եւ մենք խոսում հեռուստատեսություն դասական մոդելի պատկերացման։ Օրինակ ինձ համար դա ընդհանրապես հեռուստատեսություն հեռարձակում ենք հասկանում։ Այսինքն դա են մեծ մասը հասկանում։ Եկեք հասկանանք, որ դա կոնտենտ արտադրելն է։ Մենք հիմա կոնտենտ պետք է։ Մենք պիտի միայն խոսենք կոնտենտ արտադրելու մասին։ Եվ այս Վարկանի ասածը մյուսը այնուամենայնիվ այդ գadget-ը, ընդհանրապես գadget, հիմա կլինի սա էկրան, կլինի փոքր, չէ, բայց փոքր երեխեքի համար էկրան, լարձր երեխեքի հեռուստացույց չեն ասում, էկրանա YouTube-ն է։ Ամեն դեպքում ինչի մասին է խոսքը նրա մասին է, որ մենք միևնույնն է, մեր կոչումը, մեր արտավորությունը, ինչքան էլ որ ես այնքան էլ համաձայն չեմ, որ մենք տենց գնանք այդ բան լինենք, էլի կպնենք ու սենց merge լինենք, միանենք այդ կպնել չէ, պիտի փոխվել։ Ուղղակի պիտի կարողանալ ժամանակի հրամայականին համաձայն ճիշտ կոնտենտ արտադրել հեռարձակման ձևի փոփոխությամբ։ Դրանով հեռուստաընկերություն ասածը կփոխվի, չգիտեմ, ուրիշ ձև։ Այդ արդեն հեռարձակում չի, այդ արդեն ուրիշ բան է։ Ներկայությունը դա հեռարձակում չէ, դա բան է, կոնտենտ է հասցնում մարդուն։ Հիմա դուք որ դնում եք YouTube, մենք դնում ենք YouTube, ինչ որ մեկը դնում է իր պլատֆորմ, այդ առանց դրա հնարավոր չէր, այլևս մենք շուտ կմեռնեինք, եթե այդ չլիներ։ Հա, դրա համար եմ ասում, էլի, YouTube-յան ալիքը մեր համար։ Բայց դու այդ մեդիա դեմքերով էլի չպատասխանեցիր։ Ես ուզում եմ գամ դու։ Դե պատասխանի։ Երբ համացանցը դառնում է mainstream ու մարդիկ ապրում են դրա մեջ, դու չես կարող չփոխվես։ Բնականաբար այն մարդիկ օրինակի համար ենթադրենք, երբ առաջ անում էր reality show եւ կանչում էր հասարակ մարդկանց, ինչով է վատ օրինակի համար այդ reality-ում ներգրավել այդ համացանցային հայտնի բլոգերների, ովքեր որպես մասնակից իդեալական տեխնացուներ են, իդեալական եւ այո, դու բերում ես այդ համացանցը կոմոդ եւ այդ համացանցը բերում ես իր դիտողներով ու իր աուդիտորիայով մեծ բերում ես տենց, այսինքն դա մի գործիք է, բերում ես հեռուստատեսություն։ Չես բերում։ Ես էլ համաձայն չեմ։ Բերում ես, ինչի՞ չես բերում։ Ես համաձայն YouTube, չես բերում հեռուստատեսություն։ Այլևս YouTube-ը եւ բանը քո բանը հեռարձակումը էլի հեռարձակում իրար հետ։ Չէ, հեռարձակումը ուրիշ բան է։ Մենք ավելի շուտ կմեռնենք, եթե YouTube-ը չլիներ, համաձայն ես։ Մենք բալուբում կարայինք շուտ մեռնենք, այդ չի հարցը, բայց հիմա այս արագ ինտերնետի դարում արդեն դու իրանց հեռուստատեսություն չես բերում, դու բերում ես այնտեղ, որտեղ որ դա կարելի է դիտել on-line, որովհետև եթե իրան դիտում են on-line, այդ մարդը ես շատ քիչ եմ հավատում, որ ինքը կգա եթերը կմիացնի եւ կսկսի դիտել քո եթերով ինչ-որ մի բան։ Դες բան չի լինում։ Ինքը միացնում է YouTube-ով է նայում։ Այդ քո ասած բաները, այդ քո ասած դեմքերը, որ բերում ես սերիալներում եք նկարում իրենց տարբեր տեղեր, ինքը հետո գալիս է հասնում է քո YouTube-ին, շատ քիչ է լինում, որ ինքը եթերին հասնի, որովհետև եթեր դիտողը ինքը այդ մարդկանց չի ճանաչում, որովհետև այդ մարդիկ եթերում չեն եղել։ Այսինքն ինքը իրան դրացնում է, մենք նույն բանն ենք անում, մենք դες արդեն տարի ու կես 2 տարի է, մենք ունենք բան, նորալիք, որ այն հին նորալիքի բանով նորալիքը պահել ենք։ Ու ստեղ հենց իրանք են, հենց այդ երիտասարդությունն է ու իրանց ծախսը, իրանց պրոյեկտ գրելը, իրանց մտածելակերպը ընդհանրապես ինչքան քիչ ֆինանսով կարան իրանք հաղորդումներ անեն։ Բայց դուք այդտեղ որակի հաշվի տուժում եք։ Չէ, չենք տուժում։ Շատ կարևոր է, որ օրինակ մեր պրոյեկտներից մեկը Եվրոպական հեռարձակողների միության ինովացիոն բանը մրցանակը շահեց։ Այդ շատ կարևոր է մեր համար, որ մեր երիտասարդների թիմը
ինքը շահեց այս բանը մրցանակը, բայց ոչ միայն այդ, այլև այս մասան, որ գալիս է, այս կտեղ մինչև 30 տարեկաններն են ստատիստիկան հստակ երևում։ Դու տեսնում ես, որ այս մասը մենք չունենք եթերում։ Եթե խոսքը վերաբերում է հեռարձակման հեռուստատեսային այդ աուդիտորիան, ինձ թվում է ինքը պետք է ընդունենք, որ այլևս 45+ է։ Ըստ այն մարդիկ, ովքեր սպասում են տեսական ժամային իրանց Արդեն 45+ էլ չի, ավել 50+ է, բայց շատ կարևոր կտոր կա այստեղ։ Ինձ համար ցավալին է իրականության մեջ, միևնույն է, զարգացումը տանելու անտեղ, որտեղ տանելու է։ Ոչ մեկս դրան դեմ չեն կարողանելու առնել։ Բայց եկեք ընդունենք, որ հեռուստատեսության ֆորմատի մեջ դու այնուամենայնիվ կոնտենտի որակը ավելի լավ ես տալիս, քան մյուսը։ Դու այն համացանցային կոնտենտին միշտ մի քիչ պակաս ես նայում, մի քիչ ուրիշ կերպ ես նայում եւ ըստեղ էլի որակի կորուստ է լինում։ Դրա համար իմ պատկերացմամբ դուք իրավացի եք, որ դեպի YouTube եւ այլը, սա որակ ինչի հետ է հեռուստատեսությամբ քո հաղորդումային ֆորմատով դուք ես թույլ չես տա այն կոնտենտը, ինչը որ YouTube-ում կա։ Կադրի որակ, խոսքի որակ, ձայնի որակ եւ այլն։ Հիմա դաում համար ենք։ Դուք անում եք դա լսարանի համար ու այստեղ ես հատ ուզում եմ գամ մտքիս ավարտին ասեմ։ Ես գոնե թե վստահ եմ, որ եթե անգամ հանրային հեռուստաընկերությունը օրինակ ունենա շատ լավ YouTube հարթակ եւ այլն, Արմենիան, Շանթը, մյուսները ավելի շատ կարան իրենց դա թույլ տալ, բայց ես կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերությունը դեռ մի X ժամանակահատված գաղափարախոսության կրող որպես պետքա կարողանա լինել զուգահեռության մեջ, որտեղ դա միակ ալիքն է, եկեք ճիշտ խոսենք, էլի ոչ մի մասնավոր հեռուստաընկերություն հաստատ պարտավորված SSS բաները չի անի, չէ՞։ Բայց դու նայ, որ դու ասում ես որակը, կադրի որակ, խոսքի որակ եւ այլն, ես համաձայն եմ քո հետ, բայց այլևս այդ ամեն ինչը հետաքրքիր չի այն սերնդին, ով որ այս սրանով նստած նայում է ինչ-որ մի բան ու իր համար կարևոր է այդ դա ինչքանով է հետաքրքիր։ Ես այդքան էլ համաձայն չեմ։ Ինչքան գումար է դրա վրա ծախսված։ Բան չունեմ ասել, բայց դա չի նշանակում, որ իրան հետաքրքիր չի քո խոսքի որակը եւ այլն։ Նույն ձեր Netflix-ի օրինակը կատարելապես որակ է եւ խոսքն է որակ եւ ֆիլմն է որակ։ Ինչ ասես կա։ Ինչ լեզվով ասես, ինչ ասես կա։ Ամեն դեպքում կա որակյալ կոնտենտ, շատ որակյալ կոնտենտ։ Այդ լեզուն մենք չենք կարող եթերում ունենանք։ Դրա մասին եմ խոսում նաև։ Հիմա եկեք խոսենք այդ OTT հարթակները, որ հիմա մտել են եւ այլն։ Ես չեմ կարող պատկերացնել, որ հեռուստատեսային որակը, որ դա ասում ես ընդեղից մենք պետքա զուգու։ Ես կուզեմ, որ գուցե ես սխալ եմ, բայց շատ սխալ կլինի, եթե մենք զիջենք այդ կտորը եւ մեր կոնտենտը իջացնենք այդ մակարդակին։ Հակառակը նա է պետք բարձրացնել այս մակարդակին։ Էլի բան չունեմ ասելու, էլի չես դնում, չգիտեմ, նստած ենք կյանքումով կպատկերացներ, դու կպատկերացներ, որ սենց տաղավարում կարելի է հաղորդում անել։ Ի վերջո հեռուստատեսությունը պիտի փորձի հետաքրքիր դառնա մեր սերնդի, թե պիտի իմունիտետ ստեղծել։ Երկուսի զուգորդում հեռուստատեսությունը զանգվածային լրատվության միջոցները երբևէ չեն կարող թելադրել չլինեն եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ հասարակությունը ինչ որ ճանապարհ է գնում, քայլում է, հասարակությունը ունի ընտանիք ասածը, երիտասարդություն ասածը, հարգանք ասածը, արժեհամակարգ ասածը, ով եթե ոչ հեռուստաընկերությունը, ով եթե ոչ նույն թեկուզ YouTube-յան հեռուստաընկերությունը պիտի կարողանա ձեզ ձեր արագ կոնտենտ սիրելու մեջ ցույց տալ ճիշտը որն է, ճիշտը որն է սխալը։ Հնարավոր է տենց։ Նայ, ես կարծում եմ, որ առաջին հերթին հանրայինը պետք է լինի։ Այո։ Առաջին հերթին հանրայինը պետք է այդ ուղղությամբ գնա ու դրա համար ենք մենք սենց այս բանը ստեղծել, այսքան ինստիտուցիոնալ գնում ենք այդ ուղղությամբ, մենք առանձին հարթակ ենք ստեղծում։ Բայց գլոբալ իմաստով կոնտենտը փոխվում է, եթե մենք անգամ համեմատենք, չգիտեմ, 10 տարի առաջվա եւ հիմա ինչ ենք մենք անում ընդհանրապես, դրանք բավականին տարբեր են։ Ու այն սերունդը, ձեր սերունդը, ձեզանից հետո եկող սերունդը հատկապես ու տենց շարունակ, իրանց պահանջարկները շատ ուրիշ են։ Իրանք այլևս չեն պատկերացնում, որ իրենք չկարողանան ընտրել կոնտենտ։ Իրանք են ընտրում կոնտենտը, իրանց համար, եթե հարմար է, իրանք դա դիտում են, չէ, այսինքն երբևէ չի լինում, չէ, ձեր սերնդի համար, որ միացնենք այդ օրը տեսնեք ինչ է գնում եթերով,
ինչ կարելի է դիտել, ինչ չէ, իսկ օրինակ իմ սերնդը իրանց սերնդը առավել եւս այդպես ա եղել, միացրել ենք, տեսել ենք այդ բանը ինչ ա եղել, դիտել ենք, ու երբ որ արդեն ընտրության հնարավորությունն է ձևավորվում, այդտեղ արդեն գալիս է հեռուստադիտողը թելադրելու, թե ինչ կոնտենտ պետք է արտադրվի։ Հանրայինի դեպքում ես քո հետ համաձայն եմ, ինչ որ բաներ կա, որ մենք պարտավոր ենք անել, բայց ի վերջո գլոբալ իմաստով հանրայինը ինչ է։ Եթե հանրության կարծիքը չի լսում ու հանրության պահանջը չի բավարարում, դրա համար կարծում եմ իհարկե հանրայինի վրա եմ օրինակը բերում, բայց նույն կոմերցիոն հեռուստաընկերություններն էլ կարծում եմ, որ ի վերջո այդ ուղղությամբ են գնում, որովհետև այդ տեղերից, որ բերում եք այդ դեմքերին եւ մտցնում եք եթեր, ստեղծում եք կոնտենտ, դնում եք YouTube-ում, դիտումներ եք դրա վրա բերում, դրա իմաստը այդ մարդկանց բերելու են, որ իրանց սերունդը ձեզ նայի։ Լավ, ես ուրիշ հարց տամ ձեզ։ Չէ, ես ձեզ հարց տամ։ Միա ձեզ հարց տամ։ Մենք երեխեք ենք։ Ես համաձայն չեմ։ Այլ լրագրողները գրելու են այս։ Այո, թող գրեն, բայց ես համաձայն չեմ, գիտես ինչի, լավ ներիր։ Իսկ ով է սովորացնելու իրանց մշակույթ։ Ով է ցերնդի, իրանք ոչ էլ ուզում են։ Ձևն է տարբեր, ձևը։ Ով է սովորացնելու իրանց, որն է բանը որակյալ կինոն, դու կինո ես նկարում ամեն անգամ, օրինակ ես գիտեմ Դավիթին, ինչքան է ինքը տանջվում այս չի լինի սցենարի վրա ամեն։ Խեսը տենց ամեն, ասենց արը վերջացրա գնա։ Իսկ ով է թելադրելու պետության գաղափարախոսությունը, ուրա գնում այդ երկիրը, ուրա գնում ինչ արժե համակարգ ունի, իսկ ով է սովորացնելու մշակույթը։ Բովանդակության մեջ ես եմ։ Մենք ոնց անենք, որ օրինակ երիտասարդները իմանան, ով է Փարաջանովը, Խաչատուրյանը, չգիտեմ, Թումանյանը, Բակունցը, Մինասը, էլ չեմ ասում Կաֆկա, չգիտեմ, Հովանես կներեք, մի հատ հարց տամ։ Մի հատ դասակարգում արա բանը կրթությունը ստանալու, մշակույթ գիտելիքները եւ այլն ստանալու sense հերթականություն վայրերի կամ չգիտեմ, այդ նույն գործիքների առաջի տեղում կրթություն ստանալու մի հատ բանը դիրքը ում է տալիս առաջինը։ Ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, եկանք։ Բայց երիտասարդությունը որ տեղում է։ Շատ կարևոր օղակային։ Չէ, որ տեղում է։ Ենթադրենք 4-րդ, 5-րդ եւ Okay, հիմա բայց քո ասելը զգացանք առաջի տեղում պետք է լինի։ Ինքը ծնվում է, ինքը նստած է դրա առաջ, ինքը YouTube-ով նայում է։ Այսօր երեխա գիտես, որ հեռուստատեսությամբ դասի Ես անցած օրը նայում եմ ընկերներիս երեխեքին, փոքր երեխեք են։ Համացանցում, բայց ինքը ասում է եթերով։ Ես համացանցում, փոքր երեխեք են։ Համացանցում կա հեռախոսները։ Դա համացանց է Մարգարիտա ջան։ Հիմա գամ։ Համացանցում նայում են քո ասած մուլտերը, չգիտեմ, վատ, ահավոր վատ։ Լայվ հակերն են։ Հիմա ես ուզում եմ ասել այդ համացանցը ոչ թե բեր հեռուստատեսություն, այլ նենց արա որ քո հեռուստատեսության կոնտենտը դառնա համացանցի որակյալ կոնտենտ, որտեվ մենք պետք է թելադրող լինենք։ Նույն բանն ենք։ Որ այդ երեխեն չվերցնի նայի, չգիտեմ, ինչ որ անհասկանալի կենթանիներով անհասկանալի։ Այսինքն դառնալ հետաքրքիր այնտեղ, որտեղ որ հետաքրքիր չես։ Հիմա բարի ցանկությունը այն ինչ որ հիմա հեռուստատեսությամբ մենք ցույց ենք տալիս, դա ինտերնետում հետաքրքիր չի։ Ֆորմատը պետքա փոխի։ Դու որ ասես Փարաջանով եւ այլն, դա էլի կարա լինի, բայց դա բովանդակությունն է, ասում ձևը պետքա փոխի։ Ես խոսում եմ բովանդակության ձևն։ Մատուցման ձևը միանշանակ պետքա փոխվի, բայց մատուցման ձևը չպետք է փոխվի ի հաշիվ արժե համակարգ կարգավորելուն։ Այսինքն դու ինչքան էլ ուզում ես, այ ինքը ինչ ուզում է նայի, այդ մատուցման ձևը նենց պետքա լինի, որ կարմիր թելով անպայման մի բան տաս։ Բայց գիտես ինչն է կարևոր, մենք որ խոսում ենք։ Ոչ թե ուղղակի դնես, որ ինքը նայի կեսուրի ու հարսի մասին պատմություն է կեցավ։ Դա ժամանց է։ Դա ժամանց։ Դու կհիշես, բանը։ Դա ժամանց չի։ Մենք երբ որ այս հեռուստաաշտարակի տակ Ադամյան մրցանակաբաշխությունն ենք սկսում, ստորագրեցինք, տենց էլ հլը չենք արել, հուսով ենք ինդուստրիալ կոմիտեն հուսով ենք կանի այսուհետ, բայց դա երևի 3-4 տարի առաջ էր, չէ։ Հա։ Ստորագրեցինք այդ բանը, փաստաթուղթը ու պետքա սկսեինք Ադամյան մրցանակաբաշխությունը, հետո տարբեր պատճառներով չստացվեց այդ, բայց ինչն էր սիմվոլիկ, ես շատ ուրախ եմ, որ մենք սենց խոսում ենք այս թեմայով ու մենակ մենք չէ, էլի գործընկերներով խոսում ենք ընդհանրապես հեռուստատեսությունը, ուրա գնում։ Այդ շատ կարևոր է, որ մենք խոսենք, որովհետև այդ 3 տարի առաջ երբ որ հավաքվել էինք ու քննարկում էինք ոնց ենք անելու Ադամյան մրցանակաբաշխությունը, ես հիշում եմ Հերաչե Քեշիշյան պետքա ռեժիսորը լիներ, եկավ մտավ սենյակ, ասաց ես եկել եմ կազմակերպեմ հեռուստատեսության Պանիխիդան, հումոր էր անում մարդը։ Դու հիշում ես ինչ կատարվեց այդտեղ։
Մարդու ասածն էր, որ հեռուստատեսությունը գնում է դեպի անկում եւ գալիս է այլ բան, որը էլի հեռուստատեսություն հեռարձակման իմաստով չի, Այո։ բայց ինքը բովանդակությունն է, կոնտենտի արտադրությունն է։ Այդ որ ասած Պանիխիդանը մեկ էլ կազմակերպել, հիշում եմ ոնց բոլորը հարցակվեցին հրաչի վրա ու բոլորը իրար համոզում էին, որ հեռուստատեսությունը սենց ոնց կա, այ հենց սենց էլ մնալու է, բայց ընդամենը մի քանի տարի առաջ, մի 9 տարի առաջ այս հեռուստաաշտարակից դեռ հեռարձակում էր կատարվում։ Հիմա ընդհանրապես թվային ցանցը Հայաստանում, հիմա թվային ցանցն էլ արդեն փոխվում եւ գնում ենք մենք on-line, ի վերջո տեխնոլոգիան փոխում է այդ ամեն ինչը եւ մենք պետք է համարվենք ու հեռուստատեսություն ասելով մենք լրիվ ուրիշ բան պետք է հասկանանք, վիզուալ բովանդակության ստեղծում։ Ու սա է կարևորը, որ մենք սա ֆիքսենք ու փորձենք հետաքրքիր լինենք այս դաշտում։ Իհարկե, կոնտենտը անմահ է։ Ոնց որ այս Անուն առումով կոնտենտի համաձայնվեցինք, հա։ Այստեղ մի բանի եկանք հազիվ։ Ամեն մեկդ կարճ կպատմեք ձեր հեռուստաընկերության մասին, ձեր ղեկավարած ժամանակ միֆ, որը լսել եք։ Այ ես ձեզ մի հատ բան ասեմ, շատ կարևոր բան, որ ուզում եմ ասել։ Շատերին թվում է, որ այս հեռուստաաշտարակը հանրային հեռուստաընկերությունն է, ու հիմա հատկապես որ լուսային համակարգը փոխվում է հեռուստաաշտարակի, բոլորը ինձ շնորհավորում են։ Տենց մի անգամ, երկու անգամ ուշադրություն, հա ձեզ էլ են շնորհավորում, բոլորը շնորհավորում են հանրայինի աշխատակիցներին, ժողովուրդ ջան, հեռուստաաշտարակը հանրայինի հետ կապ չունի։ Ուղղակի կապ չունի։ Դա ժամանակին սովետական տարիներին եղել են իրար հետ, հիմա առանձին ընկերություններ են։ Եվ հեռուստաաշտարակը եւ հանրային հեռուստաընկերությունը, իհարկե մենք եթերում այնքան ենք օգտագործում հեռուստաաշտարակը, երևի մենք էլ ենք մեղավոր, բայց մեզ մի շնորհավորեք։ Շնորհավորեք Հայաստանի հեռուստատեսության ռադիո հաղորդիչ ցանց Փակ բաժնետիրական ընկերության, շատ երկար է անունը, բայց բոլորին թվում է դա մեր հեռուստաաշտարակն է։ Դու գիտեր, որ մերը չի։ Հա դու ես ինձ ասել, չէ՞։ Իդեպ ես ձեզ ասեմ, իրանք երկուսը առաջին անգամ են բարձրանում հեռուստաաշտարակ։ Չնայած ես Այսօր շատ սիմվոլիկ օր է։ Թե 8 տարի աշխատել։ 8 տարի աշխատել ես հարևանությամբ, չես բարձրացել։ Ես հանրային հեռուստաընկերության տանիքն էի չափչփում անընդհատ։ Իմ միֆը կարող եմ պատմել, չգիտեմ, կարող է սխալ եմ պատասխանում հարցին, բայց այնուամենայնիվ միֆ։ Ուրեմն Armenia TV եթերում կար շատ պոպուլյար սերիալ Կյանքի գինը, կհիշեք երևի, որը մարդիկ այտենց գալիս են, երազելի կոնտենտ է, մարդիկ գալիս են ինչ-որ ժամի ու միացնում են TV, այ մենք սաղս կերազենք հիմա դրա համար ու ռեյտինգները չնկարած ռեյտինգները շատ բարձր էր ու այս ժողովուրդը ապրում էր այդ սերիալի հերոսների կյանքով ու ես հիշում եմ ընդ մի հատ պատմություն կա որ գլխավոր հերոսը դրական հերոս է ինքը ինչ որ առողջական խնդիր ուներ եւ երիկամի տրանսպլանտացիայի կարիք կար Եկել էին հեռուստային մարդիկ գալիս էին մեր մոտ եւ առաջարկում են իրենց երիկամները այդ մարդու համար ես բայց անկեղծ եմ ասում հորինած Ես դա հորինած չի ես էլ հետաքրքիր բան պատմեմ որտեղ Արտո Արամիչը վերադարձ հեռուստա սերիալը Արմենիայով նկարվում էր Ես այդ հեռուստասերիալի վերջին մի քանի սեզոն ուներ, վերջին մի քանի սեզոնի պրոդյուսերն էի ու տեղի ունեցել շատ հետաքրքիր բան Ծյուշը Արտաշես Ալեքսանյանն է, մենք ես պրոստը ներկա ենք եղել, եթե չոր մեկն է մահանում հեռուստատեսային մարդկանցից մեկը գնում ենք Պանիխիդա Այնտեղ մի հատ տատիկ սենց նստած էր, Ծյուշը խաղում էր հակառակորդի կերպար ու բանը, այդպես տատիկ տեղից վեր գալիս սուն կողտրեք գլխում անասուն, ինչ ես անում մեր երեխեքին, մարդիկը տենց էին սերիալ նայում Այսինքն այդ միֆը իրանց կողմից էր, իրանք այդ միֆը գիտեն, որ այս մարդիկ իրական կյանքից են իրանց միֆը, շատ մեր միֆը չի, իրանց միֆները, լեգենդները Շատ անգամ բարձրացնում են հարց սեր ցուցակի մասին Ես կասեմ այդ գործող մարդկանց, հյուրեր կլինեն, մեդիա դեմքեր կլինեն Ձեր ցուցակ կար, տարավ հետ ինքը Ես ավելի քան վստահ եմ, որ ինքն էլ ունի Լենա ինչ է ասում Արի դու խոսես թեմայով Ես միֆի մասին ես կասեմ միայն մի բան, որ ես այդ միֆի հետ համաձայնել չեմ Հանրային հեռուստաընկերության մասին Միշտ խոսվել է, որ լրատվական կտորը պարտադիր է, որ լինի արդար, չգիտեմ, բաց, թափանցիկ, այսպես այնպես ղեկավարներին քիչ անդրադառնա։ Ես դեռ ժամանակին եւ գտնում եմ մինչեւ այսօր, որ դա այդպես չի։ Այ միֆը դա ձեր պատկերացումն է, որտեղ հանրային հեռուստաընկերությունը ուզես թե չուզես, դա պետության ռուպորն է։
նա պետք է անպայման տեղ հասցնի այդ ամբողջը, ինչ կատարվում է կառավարությունում, պետությունում եւ այլն։ Մի ալիք պետք է լինի, որ դա անի։ Ես ժամանակին ասում էի ժողովուրդ ջան, անհնար է առանց դրա։ Այո, լրատվականը դրան պիտի անդրադառնա, լրատվականը այսօր էլ է դրան անդրադառնում, ճիշտ է։ Ուղղակի դա ոչ թե այդպես պետքա լինի, այլ դա հստակ օրենքներ եւ կարգավորումներ են, որտեղ գրված է, որ հանրայինը պետքա միֆ էր, որ Մարգարիտան մեղավոր էր, որ դա չէր անում։ Միշտ մեղավոր է, չէ՞ ասել, բայց գրած է որոշում է դա։ Տեսեք, շատ կարևոր բան կա։ Հիմա որ ինձ հարցնեն, որտեղ ինձ դատապետել են դրանով։ Ինձ քառատել են դրանով, ինչ ասես գրել են։ Սկի լուրեր չէի մտնում, իմ աշխատողները գիտեն, որտեղ իսկապես տնօրենի գործառույթը լուրով զբաղվելը չի ասա։ Այդպես տնօրենը ահռելի գործառույթներ ունի, բայց ես այսօր էլ եմ համաձայն, որ դա այդպես պիտի լինի։ Ես այսօր համաձայն եմ, որ այո, պետության ռուպորնա այդ ալիքը եւ պետք է այդ լուրերը անպայման անդրադառնա այդ ամեն ինչին։ Մասնավորները դա չեն անում, այդ մարդիկ կարան չի իրանց այդ թույլ չտան։ Բոլոր ժամանակներում կան ընդունելի եւ չընդունելի մարդիկ եթերում։ Օրինակ ինձ համար որպես տնօրեն եղել են սև ցուցակ ասվածի մեջ մարդիկ, անուններ չեմ տա, ովքեր գալիս են եթեր հայհոյում էին։ Այստեղ պրոդյուսերներ կան, որ շատ լավ գիտեն, հրավիրում էր եթեր, այդ մարդը անկառավարելի էր եթերում։ Ինձ համար դա ընդունելի չի։ Իմ սև ցուցակը դա է։ Թե լրատվական բլոկը ինչպիսի սև ցուցակ ուներ, ես վստահ եմ, որ չցանկալի մարդիկ միշտ էլ լինում են, բայց ես վստահեցնում եմ, ես չեմ հիշում դեպք, որ ինչ որ մեկ ուզել է գա եթեր ու ինքը դրա հնարավորությունը չի ունեցել, դա սուտ է, իմ այդ ամբողջ աշխատած ժամանակ ես չեմ հիշում դեպք, որ ինձ ինչ որ մեկը զանգի ասի ես ուզում եմ գամ եւ ինքը արգելված լինի։ Քաղաքական կոնտենտում չեմ ուզում քննարկել, բայց անգամ քաղաքական կոնտենտում կարող եմ ասել, որ օրինակ 18 թվականի հունվարի 1-ին մեր եթերում վարչապետն էր իր ընտանիքով։ Եվ ասեմ, որ Արմեն Աշոտյանը, որ վարում էր քաղաքական հաղորդում, մեկ անգամ չէ, որ այդտեղ էին ՀԱԿ-ի ներկայացուցիչները քաղաքական, իհարկե այդն շատ հետաքրքիր բուռն քննարկում էր, բայց ակնհայտ փաստ է այդ հաղորդումները կան, բոլորը գալիս էին, խոսում գնում էին։ Իհարկե բնականաբար միշտ լինում են չցանկալի հյուրեր, ես վստահեցնում եմ ինձ համար ամեն դեպքում ես չեմ հիշում դեպք, որ ես ինչ որ մեկին թույլ չտամ եթեր, թույլ չեմ տվել հայհոյելու համար, 1-2 մարդու, որովհետև դա շատ վատ։ Ես չեմ սիրում, որ մարդիկ օրինակ եթերում, մենք այսօր շատ ենք խոսել դրա մասին, ես չեմ սիրում, երբ որ եթերում, ես սիրում եմ, որ քննադատում են, կարող են շատ սուր քննադատել, բայց չեմ սիրում, որ այդ եթերային խոսքը անցնում է վատ բառերի։ Այդ հայոյանքի բանը այդ է ուզում ասել, որ սև ցուցակ որպես այդպեսին լոգիկայով չկա, բայց կան մարդիկ, որոնց չի կարելի եթեր։ Այո, ես համաձայն եմ։ Եվ ոչ թե եթերում հայհոյողներն են, իմ համար իրանք ընդհանրապես հանրային կյանքում որևէ տեսակի հայոյանք տվողներն են, հատկապես հիմա վերջին տարիներին մի քիչ ընկալումները սուր են ու նաև այդ հայոյանքի հանդեպ վերաբերմունքն է մի տեսակ աբսուրդ փոխվել, այդպես սովորական բան է դարձել, էլի։ Բացում ես ինչ որ սոցցանցերը, մեկ է տեսնում ես ով ինչ ուզում գրում է այդտեղ, օքեյ է, կարան գրեն, բայց տենց մարդիկ ռիսկ են բերել եթեր, որտեղ որ իրանք կարող են էլի հայոյել։ Իսկ եթերում հայոյելը ռիսկ է ընդհանրապես հեռուստաընկերության համար, որովհետև եթե իրանք Facebook-ում ինչ ուզեն կարան գրեն պայմանական, եթերում տենց բան եղավ, հետո մեզ են տուգանելու եւ մեր համար է դառնալու դա խնդիր։ Դրա համար այս մարդիկ իհարկե արգելված են ու ուսումնասիրվում է մանրամասն, որպեսզի տես դեպքեր չունենանք ու կարծում եմ, որ դա adekvat է։ Բայց ես ուրիշ աբսուրդ ասեմ, մենք անընդհատ խնդիր ունենք հյուր բերելու հետ։ Այո, դա էլ կա։ Այդ սև ցուցակ ասվածը մենք այս վերջերս բան էինք արել, ուրեմն հանրայինի մասին ընկալումների ֆոկուս խմբային սոցհարցումներ էինք արել ու լիքը հետաքրքիր բան պարզվեց, բայց նաև պարզվեց, որ մարդիկ շատ հաճախ եթերը չեն դիտում, բայց ինչ-որ բանից բողոքում են։ Այդ այն աբսուրդներից է, որ ես հաճախ հանդիպում եմ մարդիկ, հատկապես հանրայինից, որովհետև հանրայինից միշտ կարելի է ամեն ինչ պահանջել, մեզնից պահանջում են ինչ-որ բաներ, որը եթերում է։ Ասում են, այս մարդիկ չկան, ազգային ժողովում է տարբեր պաշտոնյաներ, շատերը չեն դիտում, ասում են, այս sense բան ինչի՞ չեկան, ասում են, քեզ է եթերում, ասում են, հա,
իսկ չեն դիտում, բայց բանը, ու նույնը սև ցուցակների պատմությունն է։ Այն քո առաջին ասացին վերադառնալով շատ կարևոր է որ մեզ դիտողները իմանան, որ կան համապատասխան որոշումներ, օրենքներ, իրավական կարգավորումներ, որտեղ նշված է, որ օրինակ հանրայինը պարտավոր է առաջինը տա պաշտոնական տեղեկատվությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև շատերին թվում է, որ տենց էլ պետք է լիներ, բայց դա ոչ թե տենց պետք է լիներ, բայց տենց պետք է լիներ, քո մասին միշտ վատ եմ մտածել, տենց պետք է լիներ։ Այս հումոր ենք անում իհարկե։ Տենց պետք է լիներ, այդ դա որոշումն են, բայց թողենք Սև ցուցակը գիտեք որ ես մտածում եի իհարկե իմ երևի ամենա այդ առումով ազատը ես եմ եղել որ քաղաքականապես ոչ ակտիվ հեռուստատեսություններ ու ենթադրում եմ որ ինչի մասին դուք խոսում եք սև ցուցակ այն մարդիկ են ուղղակի պարզապես ովքեր կարող է անհարգալից վերաբերմունք ունենան քո կառույցի հանդեպ ես տենց եմ մտածում այդ այո իհարկե եթե ինքը ինչ որ միտեղ արտահայտվում է ինչ որ վիրավորական բան ասում անարդար եւ կեղծ ինչ որ տեղեկություններ է տարածում եւ այլն բնականաբար քո ստաֆը քո մենեջմենտը որոնք ամեն շաբաթյա ժողովների ժամանակ կարա ցանկություն հայտնի եւ այդ մարդը առավել եւս տենց ինքնասիրության հետ կապված է, այսինքն ինքը քեզ փնովում է անտեղի, իսկ դու իրան հրավիրում ես ու ինքը գալիս է քո տուն։ Մի տեսակ ինձ թվում է մեր սև ցուցակի հիմքում այդ գաղափարներ ընկած։ Դե այդ ավտոմատ ինձ թվում է քո հանդեպ անհարգալից է անտեղի անարդար ձև վերաբերմունք ունի քո կառույցի հանդեպ։ Վերջին հարց տան, քանի որ հեռուստատեսությունը հայկական բոլորում է իր 69-րդ տարին, այն մեծ հետաքրքիր է, խաղի միջոցով փորձենք ստանալ հայկական հեռուստատեսության կերպարը։ Իր նախասիրությունները կամ չգիտեմ, գուցե ասեցիք 10, 11 հեռուստաալիք կա այս բային գործող, եկեք տեղավորենք։ Ես եկեք փորձեմ անել այդ, եթե կարելի է, եթե դուք կլրացնեք։ Օրինակ հանրայինի նման հարուստ, կարա տենց։ Դեր սերիալի մեջ հարուստ է։ Ես հարուստ եմ մի մարդու մեջ չէ, պատկերացրեք ընտանիքում երեխեքի կերպարով եկեք, ասենք այտենց ավելի հեշտ կլինի։ Օրինակ հանրայինը հաստատ տան մեծ երեխեն է, ում վրա ինչ ասես դրած է ու իրան ասում են այ ամոթա նայեն փոքր երեխեք քեզ են նայեն ոնց են սովորել մի հատ քեզ մի հատ հավաքի քեզ դու ու ինքը երբեք ոչ մի իրավ բան չպետք է ունենա որտեղ ինքը պետք է լավը լինի որ սա իրան նայեն որտեղ միշտ sense մի հատ կստանա այս մեծ երեխու կարող է Արմենիան օրինակ այն ամենասիրված զվարճացնող ուրախացնող կյանքի կտոր երեխան որ սաղի հետ sense տժում է ուրախ լավ այս sense Արմենիանը Շանթեն որ անընդհատ գալիս է ասում է լիքը լավ բաներ է բացում ժողովրդական են որ ասում է ու սաղի հետ կռիվ է տալիս ասում է չէ էս չի են չի TV 5-ը տան բոյկոտ անողն է ոչ մեկին են որ ասում է մի րոպե դուք այս սխալ եք արել այս ճիշտ եք այտենց երեխեք լինում են չէ են որ ոչ մի բանից գոհ չի բայց ինքը պետք է միշտ ասի բայց այդ կարևոր գույնը է էլի ինքը որ այտենց խոսում է դու ինչ որ բան ես տեսնում լրագրողները էլի կգրեն հեսա Ես սպասում եմ լետենամել ուրագին Էլ ուր են գնում մի հատ հիշա հա կենտրոն հեռուստաընկերությունը այդ sense հեռուստաընկերությունը որ տան ամենախելոք հավես երեխեն է ոչ մի բանի հետ գործ չունի ինքը Все-таки արի ստոպ վատ տեղ են գնում Լավ չէ բայց վատ Ժորդ, բանը, այդ կերպարային համեմատականը մի քիչ դժվար է, բայց ինձ օրինակ ես կուզեի օրինակ Դավիթ Նասեր ինքը ինչի հետ է համեմատում Արմենիան։ Այ Արմենիայի կերպարը ինչ է, եթե երեխեքի տրամաբանությունից դուրս կանք ըստ քեզ դուք ինչ եք տալիս, էլի ով է։ Գիտես, ինձ օրինակ Արմենիա եղել է, երբ Արմենիան ստեղծել են երիտասարդ ուրեմն եղբայրները Վահագ եւ Բագրատ Սարգսյան եւ իրանք ստեղծելուց եղել են այդ ժամանակվա sense այդ տրենդի մեջ տեխնիկապես եւ այլն ու նենց հաստատել որ Արմենիայի գույները որի մասին շատ մարդիկ կարող են ուրեմն հաստատել էս իմ ասածը շատ վառ տենց բան գրավիչ գույներ ա եղել то есть իր այդ տեխնիկական պահը ստացվել է լավը որ դու թերթում ես ալիքները ու sense Արմենիայի վրա մնում ես հա ջերմ է տակը գունավոր է ու այդ այդպես մի հատ նկար ինչ որ կհամատեին նկարի որ լինում են այս վառ գույներով ինչ որ մի հատ էքսպրեսիոնիզմից կամ չգիտեմ ինչից այսպես մի հատ նկար որ ասես նայում ես ու տենց ուրախանում ես ուզում ես նայես որ ռեյտինգը դրա համար բարձր հա որ նկարիչները նկարիչները այս են նկարիչներն էլ էլի ու տենց ես զվարճալի ժամանց է ընդհանրապես ոչ միայն Արմենիան ու քանի որ այսօր արդեն ամփոփում ենք հիմա ու այսօր մեր օրն է շատ կարևոր է ֆիքսել որ մենք հիմա առնվազն
իմ ընկալմամբ մենք ընտանիք ենք։ Հեռուստաընկերություններով, բոլորով, ամեն մեկը շատ տարբեր ու ես ինչի էի ասում ստոպ տա, որովհետև ամեն մեկը իր կերպարն ունի, իր պատկերացումն ունի իր մասին ընդհանրապես։ Ոնց որ մենք հանրայինում, չէ լավն է, հումորային է, բայց մենք ոնց հանրայինում ունենք մեր մասին մեր պատկերացումը, այնպես էլ Արմենյան Դավիթը ոնց նկարագրեց, ունեն իրանցը եւ բոլորն իրանց ունեն, բայց շատ կարևոր է, որ մենք ընտանիք ենք ու ոնց որ մենք հանրային հեռուստաընկերությունում շատ տարբեր ենք, տարբեր ալիքներով ու մեզ անվանում ենք հեռուստաընտանիք, այնպես էլ այս մեծ ընտանիքը, որ հեռուստաընկերություններն են, մենք մեզ ընտանիքի պես ենք զգում ու ես կարծում եմ, շատ կարևոր է, որ հեռուստաընկերությունները այս համերաշխության մթնոլորտում են իրար հետ աշխատում ու այն ինչ որ մենք այսօր տեսանք այս շփումը, սա կարելի է պրոյեկտել ավելի մեծ մասշտաբի, բայց լրիվությամբ նույնն է, հումորները մի քիչ կարող է ավելի 18+ լինեն, բայց ընդհանուր նույնն է այս ամեն ինչը ու մենք փորձում ենք իրար հետ այս դաշտը առաջ տանել, ինչքան է որ վիճում ենք, ինչքան էլ կա սերունդների տարբերություն, ինչքան էլ կա պատկերացումների տարբերություն։ Ու այն, որ այս օրը մենք նշում ենք որպես հեռուստատեսության աշխատողի օր կամ աշխատակցի օր, ոչ թե հանրային հեռուստաընկերության հիմնադրման օր, սա հենց այնն է ցույց տալիս, որ մենք միասին ենք ու մենք բոլոր հեռուստաընկերություններով ենք որոշել, որ այս օրը միասին նշելու ենք հանրային հեռուստաընկերության կամ առաջին եթերի օրը միասին նշելու ենք որպես մեր մասնագիտական տոն ու այն մի քանի հազար մարդիկ, ովքեր աշխատում են այս ոլորտում, ես հուսով եմ, որ ինչ որ պայից սկսած իրենք էլ կհամարեն սա իրենց տոնը, որովհետև սա իրոք մեր մասնագիտական տոնն է ու ես շատ եմ նեղվում, իրոք ես մի քանի օր առաջ էլ մի հատ էլի տենց տոն կար միջազգային հեռուստատեսության հետ կապված մի հատ էլ ինչ որ կա էլի չեմ հիշում երբ ու ես շատ եմ նեղվում, որ իրար այդ օրն են շնորհավորում, որովհետև մենք մեր առաջին եթերն ունենք, առաջին եթերի օրն ունենք ու սա հայկական հեռուստատեսության օրն է, հենց այսօր է այդ օրը ու պետք չի ուրիշ տոներ նշել, պետք է մենք մեր տոնը նշենք, ուզով ենք մի օր մեր են սիրելի մրցանակաբաշխություններ կլինի հեռուստաընկերությունների Եվ ընդհանրապես մենք այս հենց համերաշխ միասին կշարունակենք աշխատել ու ձեզ տալ բովանդակություն, որը պարտադիր չի, որ հեռարձակվի։ Այս ուրախ նոտայի վրա էլ շնորհավորում ենք բոլորիս եւ մի հատ էլ շնորհակալություն ձեզ, որովհետեւ կարծում եմ հետաքրքիր ֆորմատ էր, նաեւ շնորհավոր ենք մեր հանրային կապերի թիմին եւ մեր մյուս գործընկերներին, որովհետեւ սա առաջին փորձն էր այս ոդքասթային ֆորմատի ու փորձելու են իրանք մեր ներքին կուխնյան բացեն, հուսով եմ դուք մեզանից գոհ եք, որովհետև մենք փորձեցինք մաքսիմում բաց եւ անկեղծ խոսել, երբեմն շատ, երբեմն քիչ, բայց ամեն դեպքում փորձեցինք մի խոսքով, հուսով եմ ստացվեց, շնորհավորում եմ։ Շնորհակալություն, ես ավելի շատ հարց։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք ընտրել եք այս ֆորմատը, որովհետև սա շատ անբռնազբոս էր։ Շնորհակալ եմ քեզ, որ այս թիմը այսքան երիտասարդ է, որովհետև շատ հավես ստացվեց։ Շնորհակալ եմ Դավիթին, որ համբերեց իմ շատ խոսելուն։ Ես սովորեմ։ Եվ իսկապես ես կարծում եմ դու ընդհատում ես, ես լսում։ Այդքան կարող։ Բայց կարելի է սա բան դարձնել, տենց մեկ ու մեկ։ Դրանք երեքով մենք այո, գիտեք, ոդքասթ անենք, բայց արդեն կոմ անենք երեք։ չէ, բայց երեքով կարելի է մի ավելի ներ մասնագիտական ոդքասթ։ Եկեք ոդքասթ անենք։ Դա ես համաձայն եմ։ Ես կլինի նկարեմ։ Չէ։ Չէ։ Ես որտեղ ես public person-ի հետ վիճակին այդքան բայց դու հետ գալիս է նորմալ ստաց։ Հա, ցույց տամ եկեք մնացած։ Չէ, տակ տեղ։ Մյուսը Արմենիայում կնկարենք։ Հա։ Հա։ Էլի բարձր, 7 Ֆիքսած է, չէ՞, էս ֆիքսեք։ Մյուսը Արմենիայում ենք նկարում։ Գավեջ։ Շնորհավոր բոլորից, շնորհակալություն։ Շնորհակալություն։